Ես գալիս եմ քո ձեռքը խնդրելու։ Ու մանեիս հայացքը, մամա, ուզում ես ամուսնացի։ Անկախ ինձանից անկեղծ եմ ասում, առաջի բառը սեղելա, հա։ Ամեն անգամ սպասելով, որ միգուցե կհղիանամ։ Ու չի ստացվում։ Լացել մացել չլինի, կինդ քաղցկեղ ունի, ու հիշում եմ, որ բաղնիքի դուռը փակեցի ու ասեցի պիտի ապրես, դու պարտավոր ես ապրես Մագդա աղջիկ, արի թող այսքանով ավարտվի ամեն ինչ, տղամարդը բաց է թողնում քո ձեռքը այն պահին, երբ բոլորից շատ անհրաժեշտ իր աջակցությունը, Նիկոլան ծնկում է ասպետավարի երկնքի առջև, այսինքն Աստծու, խնդրում եմ քո ձեռքը Մագդա, ես ունեմ իմը, իմ ճակատագրով կնոջ պատմությունը։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում, այսօր իմ հյուրը Մագդան է, Մագդա, որը արդեն Սոշախ ազգանուն ունի, երևի հնչողությունից հասկացաք, Մագդայի ամուսինը ֆրանսիացի է, բայց նախկինում Մագդան եղել է Սարգսյան։ Այո։ Մագդա Սարգսյան, եկեք հայկական ազգանունն էլ ասենք։ Մագդան եկել է Ֆրանսիայից եւ մենք դեռ ամիսներ առաջ ծանոթացել ենք, Մագդան ուղղակի իմ հետևորդներից է եւ ցանկություն է հայտնել լինել Տաբուի տաղավարում, ես մեծ սիրով նրան ընդունել եմ, որտեղ Մագդայի պատմությունը շատ հետաքրքիր է, կզրուցենք նրա հետ, իսկ դուք եթե չեք բաժանորդագրվել Տաբու YouTube-յան ալիքին, հենց հիմա արեք դա, որովհետև դա շատ կարևոր է։ Դա ոչ միայն ձեզ կտա հնարավորություն հետևել մեր հաղորդումներին, մեր զրույցներին, քննարկել, քվեարկել, այլև հնարավորություն կստեղծի, որպեսզի Տաբուն շարունակվի եւ ես շատ ուրախ եւ շնորհակալ կլինեմ, եթե դուք դա անեք։ Մագդա, բարի օր։ Բարև ձեզ։ Նախ բարի գալուստ Հայաստան։ Շնորհակալ եմ։ Շատ հաճելի է քեզ հյուրընկալել, արդեն կարող ենք չէ դույով խոսել, քանի որ մենք արդեն մի քանի ամիս է շփվում ենք։ Համաձայն եմ։ Շատ ուրախ եմ, որ այսօր մեր տաղավարում ես եւ գտել ես համարձակություն բաց խոսելու քո կյանքի պատմության մասին, որը բավականին հետաքրքիր է, դժվար է, ճակատագրական է, մի խոսքով արի միանգամից անցնենք այդ թեմային եւ ուղղակի մի փոքր մեր հետևորդներին քեզ հետ ծանոթացնելու համար ասենք, որ դու ծնվել ես Արարատ քաղաքում, մի փոքրիկ փոշոտ քաղաքում, որտեղ ամեն ինչ շատ համով է, սիրուն է, ես ամեն առավոտ արթնացել եմ Մասիսի պայծառափայլ տեսքից, դպրոց գնացել Մասիսարին նայելով, վերադարձել Մասիսով, ոնց ասեմ, ես միշտ հիացած եմ մնացել իմ քաղաքով, հատկապես երբ ամեն ինչ, ամեն բան համահունչ է ու շատ սիրում։ Բայց չես կարոտում հիմա Ֆրանսիայում։ Ես կարոտում եմ, երբեմն փորձում եմ այցելել, բայց ամեն դեպքում որտեղ քո ընտանիքն է, այնտեղ դու հարմարվում ես։ Մագդա, ես գիտեմ, որ դու շատ ակտիվ ես եղել, լավ սովորել ես, երգել ես, ակտիվ ամեն հարցում, մասնագիտությամբ մանկավարժ եմ, բայց չափից ավել ակտիվ եմ եղել միջոցառումներին, յուրաքանչյուր միջոցառում ես ներկա եմ եղել, իմ ներկայությունը պարտադիր է եղել ու եւ երգել, եւ պարել, եւ ասմունքել, չգիտեմ, փոքրուց ասել են տաղանդավոր եմ, բայց չգիտեմ, երևի կյանքի բերումով չի ստացվել դառնալ տենց հայտնի երգչուհի կամ հայտնի դերասանուհի, բայց ամեն ինչ առջևում է։ Իհարկե, դեռ ժամանակ շատ կա, այնպես որ ոչինչ չի բացառվում, բայց քանի որ մենք այսօր ներկայացնելու ենք նաև քո կնոջ որպես պատմությունը, արի սկսենք քո առաջին ամուսնությունից, քանի տարեկան էիր, որ ամուսնացար եւ ինչպես ստացվեց դա։ Ամուսնացել եմ 23 տարեկանում, շատ պատահական հանդիպում հարազատ ընտանիքում,
որտեղ ազգությամբ մեկը մյուսին բարեկամներ էին եւ շատ պատահական հանդիպման շնորհիվ ստացվեց ամուսնություն, ինչը որ տևեց մոտավորապես 8 տարի։ Եվ այդ ամուսնության ընթացքում Այդ ամուսնության ընթացքում ծնվեց մի ծաղիկ։ Ծնվեց իմ աղջիկը, որը արդեն մեծ աղջիկ է։ Արդեն 21 տարեկան է։ Եվ այստեղ մեր տաղավարում ուշադիր հետևում է մեր դրույթին։ Միշտ ամեն օր ինձ հետ է, ամեն օր։ Առանց նրա անհնարին է, որովհետև ես ունեմ ապրելու մի իմաստ, որի անունը Մանե է։ Բայց մի փոքր, չեմ ասում շատ երկար, բայց մի փոքր խոսենք ինչու այդ ընտանիքը չկայացավ եւ 8 տարի անց դու որոշեցիր, որ պիտի ամուսնալուծվես, որովհետեւ մեր հյուրերն են շատ հաճախ ասում եւ ես էլ եմ այդ նույն կարծիքին, որ որևէ կին ամուսնանալուց չի մտածում, որ ինքը պիտի բաժանվի, պիտի ամուսնալուծվի եւ որևէ կնոջ ցանկությունը չէ դա։ Հաստատ համաձայն եմ, որովհետև ավելին ասեմ, ոչ ոք ինչ որ լավ բանից չի հրաժարվում։ Երբ որ մի բան քոննա ու սկիզբ առել, փորձում ես որքան հնարավոր է ամուր կառչել ու պահպանել։ Ես փորձել եմ, իսկապես, փորձել եմ պահպանել որքան հնարավոր է, բայց չստացվեց։ Չստացվեց, որովհետև ես կարծում եմ, որ տղամարդը հայկական հատկապես ընտանիքներում տղամարդը ինքը տան գլուխն է։ Ու ինչքան էլ դու փորձես այն շտկել, փորձես ինչ-որ բաներ անել, միևնույն է, երբ որ այդ հիմնակարը, որը շատ կարևոր է, աշխատող տղամարդ, պատասխանատու տղամարդ, ով որ գիտակցում է, որ դու արդեն կին ունես, երեխա ունես, սա կոչվում է ընտանիք, որը պետք է ամուր պահել։ Չստացվեց, որովհետև կան մարդիկ, որոնք ուղղակի աշխատել չեն սիրում։ Ցավոք, ինձ ոչ ոք չի կարող մեղադրել դրա համար, որտեվ շատ շատերը գիտեն իմ պատմությունը ու կհաստատեն այս իմ խոսքերը, եթե արդեն հիմք չկա։ Չէ, եթե երկկողմանի չի պայքարը, իհարկե արդեն այդ ամեն ինչը տարիներ հետո փլուզվեց։ Ես ափսոսում եմ, բայց ես երբևիցե չեմ կորցրել այդ հարգանքը նրա նկատմամբ, մենք անգամ եթե հիմա հանդիպենք, հաստատ ողջագուրվում ենք, նույնիսկ այնց հարազատի պես կարծես մենք անկեղծ եմ ասում ընկերներ ենք նույնիսկ մնացել։ Դու երկար ժամանակ մտածում էիր, փորձում էիր ընտանիքդ պահել, ինչպես ցանկացած կին, բայց ի վերջո որոշեցիր ամուսնալուծվել։ Ամուսնալուծվեցիր, նախ չկար վախ, որովհետև ամուսնալուծված կնոջը ոչ այնքան լավ խնդիրներ է ունենում այդ կինը, ինչ եղավ քո հետ ամուսնալուծությունից հետո, որովհետև դժվար է, ինչքան էլ դու որոշել ես, հասկանում ես, որ այլևս անիմաստ է շարունակել, բայց միևնույնն է դու կորցնում ես քո երազանքը, քո պատկերացումները, որ ընտանիք ես կազմել ոնց պիտի լինի, այդ սա ոնց որ կոտրվում է։ Ու ինչքան էլ դու ես այդ որոշումը կայացրել, ունես երեխա, մնում ես մենակ այդ երեխայի հետ։ Ոնց ինչ զգացիր, ինչ էմոցիաներ ապրեցիր այդ ընթացքում։ Նախ առաջինը, որ դու վերջ մնացիր քո երեխայի հետ մենակ։ Դու ինքնաբերաբար մենակ էիր հաղթահարում, մենակ էիր ամեն պատասխանատվությունը վերցրել ուսերիդ վրա։ Բայց կրկնակի ավելի բարդանում է, երբ բաժանման պիտակը առաջին անգամ վերցրեցիր վրեդ, երեխեն հետդ, դու պատասխանատու ես ոչ միայն արդեն քո համար, դու արդեն պատասխանատու ես նաև զավակիդ առաջ։ Ու մի փոքրիկ քաղաք, որտեղ շրջապատը շատ կարևոր է։ Ու այնքան կարևոր է, որ իհարկե բոլորին հաճելի չի լինելու, որ դու բաժանված ես, ու դու չգիտես կյանքը հետո ինչ կլինի, միգուցե միշտ մենակ ես մնալու, միգուցե երեխեն հետո միգուցե չի ընդունելու քո հետագա կյանքը, որոշումը չի ընդունելու, որովհետև ինքը արդեն պապա ունի, մի ուրիշ ընտանիք հաստատ միգուցե չընդունի, բայց այդ պահին այդ տիպի մթնոլորտը սենց մի այլ կարգի, որտև ծնողներիս համար էլ էր դժվար այդ իմ որոշումը ընդունելը։
Իսկապես դժվար էր, որովհետև մի ընտանիք, որտեղ երբևիցե ոչ ոք չէր բաժանվել։ Ու ստացվեց, որ ով է բաժանվում, ես եմ բաժանվում։ Ինչի եմ բաժանվում, որովհետև տղամարդս չի աշխատում։ Շատերի համար սա չընդունվեց։ Շատերն ասում էին, «Վայ դե լավ, քեզ լավ է վերաբերվում», շատ մտերիմ մարդիկ նույնիսկ ասում էին, «Դե այն տղամարդնով քեզ անկողին նույնիսկ սուրճ է բերում»։ Բայց որ մի կնոջն են երջանկացնում անկողին սուրճ բերելով միայն։ Երբեք կինը դրանով երջանիկ չի լինում։ Կինը երջանիկը, երբ ունենում է թիկունք, երբ ունենում է աշխատանքի գնացող ու վերադարձող ամուսին։ Ոչ մի կնոջ հաճելի չի, երբ իր տղամարդը նստած է տանը կամ ցանկանում է սիգարետ կամ ցանկանում է ուտելիք, բայց չկան ու նայում է գործից եկող կնոջ դեմքին։ Բերել ես ինչ-որ մի բան, չէ, չեմ բերել։ Ու սրանք խնդիրներ են դառնում, որոնք առաջացնում են տղամարդու ու կնոջ միջև սառնություն։ Ու ինչ է լինում, հա, մեր տանը բարձր վեճեր չեն եղել։ Ես ձայնս չեմ գցել գլուխս, այ գնա աշխատանքի իջքի, բայց սառեց մի բան։ Դե ամեն անգամ հիասթափվում ես։ Ամեն անգամ հիասթափվում։ Որովհետև ես հասկացա, որ ես ամենակարևոր ես թիկունք չունեմ, ում վրա ես որպես կին պիտի հենվեմ։ Ես ուղղակի բառեր եմ լսում, սիրում եմ, սիրեմ գ, անդիր է ամեն ինչ եղե, սպես է, ըմպես է, ինչից կնեղվիս, բայց նեղվիմ գ։ Ու հասավ ես ամեն ինչը նրան, որ այնքան նեղվիմ գ, որ ընտանիքը քանդվեց։ Բայց հետո այդ ընթացքը մենակության դժվար հաղթահարեցիր, Մագդա։ Իհարկե, ճիշտ է, ծնողներիս մոտ եմ մնացել։ Ծնողներս չեն ապրում Արարատ քաղաքում, ապրում են Արարատ գյուղում, բայց իրանց համար մի քիչ ավելի ծանր էր այդ վիճակը, հատկապես մամայի, պապան ինչ-որտեղ շատ լուռ տարավ, մաման ինչ-որ չէր հարմարվում, բայց այն որ ինքը երևի ինձանից ավելի լավ գիտեր, որ մի օրը տենց էր լինելու։ Հատկապես տատիկս, որ երկնքից հիմա երևի ինձ լսում է, այդ պահին ինձ թիկունք դարձավ իմ տատին։ Ինձ ասեց, հոգեկանդ խառնվում աղջիկ, սենց չի կարա շարունակվի, կամ քայլ ես անում, կամ մնում ես մինչև վերջ երեխիդ հետ ու տառապում ես։ Իսկապես այդ օրը ամբողջ օրը ես գժի պես քայլել եմ ամբողջ քաղաքի փողոցներով, նույնիսկ անձրև էր գալիս, հունվար ամիս, բայց շատ անձրև սենց ձնախառն, տուն եմ եկել ու որոշել եմ, որ մենք բաժանվում ենք։ Հաջորդ առավոտյան պապան եկավ, կանչեցի, նորդ եմ ասում, պապաս լուռ տարավ մեր իրերը, իրենց տուն։ Ինձ թվում է բոլորն էլ արդեն հասկանում էին, որ չի կարող այդքան երկար շարունակել։ Բայց շարունակել։ շատ երկար ժամանակ ոչ մեկ չպատկերացրեց, որ մենք բաժանվել ենք, որովհետև բոլորի համար դա այնքան սիրուն եմ միշտ ներկայացրել ու այնքան սենց լուսավոր եմ ներկայացրել, այնքան ամեն ինչ լավ է, միշտ տեսել են երեքով հյուր ենք գնում, երեքով վերադառնում, որովհետև ինչ եմ արել, որպես կին ուզեցել եմ այդ ամեն ինչը պահեմ, միգուցե պայքարեր ու պահենք, չպայքարեց։ Որտեվ մեր ընտանիքներում ընդունված է, չէ, ներսում եղածը, անգամ եթե դա բռնություն է, օրինակ, ցույց չտալ եւ չհանել ջրի երես, դրա համար բոլորն էլ զարմանում են։ Միակ մարդը իմ խեղտվելը որ տեսնում էր, նույնիսկ երբ արդեն վերջի մի 2 տարին երևի արտահայտվել եմ, որ սեր չկա, ես արդեն լավ չեմ, ու այդ միակ մարդն էր իմ տատին, ով լսում էր, մնացածի առջև ոչինչ չեմ ասել, խեղտվում էի, ինչի արդյունքում ես այսօր ունեմ Վահանաձև գեղձի մեծ խնդիր։ Ու եկել է արդեն դա տարիներ առաջ, արդեն մոտ 20 տարի էս խնդիրն ունեմ։ Մագդա, իսկ ինչքան ժամանակ էր անցել, որ հանդիպեցիր քո երկրորդ ամուսնուն եւ ինչպես դա եղավ։ Կրկին անգամ շատ պատահաբար, իմ մոտ ինչ-որ պատահականությունների ընթացքա, որովհետև հետո էլի եք զարմանալու։ Աշխատում էի ավտոպահեստամասերի խանութում ու շատ պատահականության սկզբունքով, երբ որ ինչ-որ թեթև ոչ վթարային, բայց ինչ-որ խնդիր էր առաջացել ու մոտեցել էր, որպեսզի
ավտոպահեստամասերից հարցներ, թե ինչպես պիտի վուլկանիզացիան կբացեն այսօր, թե չեն բացի, ու պատահաբար աչք ընկնում է այդ Այսինքն ընդամենը մի երկու բառ եք խոսել։ Հա, աչք ընկնում է համակարգչին, որ գրված է Մանե Հակոբյան, ու այդպես էլ գտնում է։ Բայց դե իհարկե ես Մանեն չեմ, ես Մագդան եմ, ու այսպես զրուցելով, բայց մի պահ չենք զրուցում, որտեվ ցենց կանգ առնում ես ամեն ինչը, որովհետև մտածում երևի ինչ որ լուրջ չի, զրուցում ենք ուղղակի, հասուն մարդկանց պես։ 2016 թվականն էր, ու սկսվեց ապրիլյան պատերազմը։ Ու առաջին էմոցիան, որ զգացել եմ, որ ես ծանոթ մարդ կա, ում ես գիտեմ Արցախից է։ Այսինքն ինքը Արցախից էր։ Ինքը Արցախից էր։ Չգիտեմ, ցած խառնվում եմ իրար ու առաջի բառը հենց անունն եմ գրում։ Միանգամից մի 2 րոպետո պատասխանը լինում է շատ երկար, ջան։ Ասում եմ, պատասխանեց։ Մտածելով, որ հնարավոր է չպատասխանի, որովհետև իմանալով, որ զինվորական է, ինչ որ պաշտոնի, որ հնարավոր է պատերազմական ընթացքում լինի պոստերում ու խնդիր։ Ու բախտի բերմամ թե պատահմամբ ես չգիտեմ, իր ձեռքում է լինում հեռախոս, ինքը ներքև այչած լինում, ներքև այսինքն քաղաք, ինքն պատասխանում է ջան, ու այստեղից սկսվում է պատմությունը։ Ջանից սկսվեց պատմությունը։ Դե արդեն ընթացքում եթե հարմար էր լինում իրեն պատասխանել կամ գրել, հաստատ այդ ընթացքում եթե իջնում էր քաղաք գրում ենք ու ամեն օր անհնարին էր, որտեղ իսկապես պատերազմեր ու անհնարին էր, նույնիսկ կապերն էր շատ վատ, եղել է պահ, որ զանգել է ու չեմ կարողացել ոչ մի բառ խոսեմ, որտեղ լսել եմ իսկապես ինչ է կատարվում ու չգիտեմ, երևի այդ պահին եմ հասկացել, որ ինչ որ մի ջերմություն եմ զգում։ Այդ է ուզում հարցնել, ընթացքում ինչ որ բան առաջացել է։ Հա, ինչ որ մի բան եմ զգում, ինչ որ անհանգստություն կա, ինչ որ ներքուստ ինչ որ մի բան կա, որը առաջին անգամ է մոտս։ Որից որ անհամբեր հեռախոսին եմ նայում, գրեց, չգրեց, զանգեց, չզանգեց, նույնիսկ արդեն շրջապատում էին նկատել, որ ես ինչ որ անգամ նախկինի համեմատ ես հիմա ինձ ինչ որ հայլու մեջ եմ նայում, ինչ որ փոփոխություն էր մոտսա, բայց պատերազմը երկրում ու չգիտես ինչ կլինի, այս վախն էլ ունեի, միգուցե պատերազմը ու հնարավոր է մարդը չլինի, ինչից ես տաքանում, ինչն ես սպասում։ Այսպես, բայց փառք Աստծո, ոչինչ չեղավ, գրվեցինք, հասկացա, որ ինքն էլ ունի այդ նույն էմոցիաները իմ նկատմամբ ու հետաքրքիր մի բան ասեմ, ամեն զանգը կամ ամեն մի գրելը առաջին նախադասությունն եղել է երեխեն լավ է, երեխեն դասի գնացել է, երեխեն հո պատերազմից չի նեղվում, այդ ամեն ինչը գիտի երեխեն, հարցրել է, պատմել ես ու ես մտածում եմ, այս մարդուն ինչի է հետաքրքիր, որ երեխեն գիտի կամ չգիտի կամ ու սենց միտք, որ ինձանից շատ ավելի շատ իմ երեխով է հետաքրքրված, ինչը ինձ երևի էլ ավելի տաքացրեց։ Դե ընդհանրապես, երբ որ կինը ինչ որ կնոջ ուզում ես մոտենալ, եթե նա ունի երեխաներ, ինձ թվում է ամենակարճ ճանապարհը հենց երեխաների միջոցով հասնելն է, որովհետև եթե մարդը ամուսնալուծված հատկապես կանանց մոտ կա վախ, որ անգամ եթե իր կյանքում ինչ որ բան ստացվի, գուցե այդ տղամարդը երեխաներին կամ երեխային չընդունի եւ առաջին քայլը, որ պիտի անի այդ տղամարդը, երեխային ընդունելն է։ Հաստատ այդպես էր, բայց ուղղակի չեմ պատկերացրել, որ կարող է ինչ-որ մի բան շարունակական լինի, որովհետև այնքան լրջություն կար այս ամեն ինչի մեջ, բայց չեմ պատկերացրել, որ կարող է շարունակություն լինի, հատկապես ամուսնություն, որովհետև ինչքան էլ որ թեպետ ինքը հետո ասում է, որ էմոցիաներ, ինչ որ սպասում էր, որ ես հետը խոսեմ մի բան, բայց
այնքան որպես արցախցի տղամարդ ինձ այդ էմոցիաները չի տվել։ Ես իմ մեջ եմ զգացել, որ ես ինչ որ տաքություն կա մեջ, սպասում ունեմ, ինչ որ իսկապես ուզում եմ որ զանգի, ես ամեն ինչի մեջ ինքը մի հատ sense լուսավոր կետ մտել է իմ կյանք։ Մի պահ դադարից հետո անհետացավ, չկա ոչ զանգել, ոչ գրել։ Իսկապես սիրտս ավելի էր արագ աշխատում, ես ինչ որ մի բան ա եղել, ուրեմն չի գրում, չի զանգում, ախր ոչ մեկի չգիտեմ, որ գոնե հարցնեմ։ Ինչևէ, փառք Աստծո, մայիսի 3-ն էր, անգամ օրն եմ լավ հիշում, զանգ եմ ստանում մի այլ համարով։ Ու առաջի բառը մակ, ես էլ իրապես ասում եմ ջան, ու մի պահ լռում ենք, այդ որտեվ ինքը հասկանում է, որ ես լացում եմ, ուրախությունից, որ ապրում կա, որ ինձ զանգեց, ինքն էլ սառելա չգիտի էլ ինչ ասի, որովհետև ունի ասելիք, բայց չգիտի։ Ասում է կարամ 2 րոպե հետո զանգեմ։ 2 րոպե հետո զանգում, ասում է գիտես ես հասել եմ մոտավորապես Սիսիանի ճանապարհին եմ։ Ես գալիս եմ քո ձեռքը խնդրելու։ Մի անգամից տենց։ Լսի չեք պատկերացնի, շոկի մեջ եմ հայտնվում, որտեվ արդեն ասեցի, որ խանութում եմ աշխատում։ Խանութում շշմած, ապշահարված ասում ես ինչ է ինձ ասում։ Մեր մեջ ոչ մի սիրային խոսակցություն չկա, հա, տաքություն ես զգում եմ, ինքը երևի զգում է, բայց այնքան sense այդ աֆիցերսկի sense մի հատ բան ունի, որ ինձ չի տվել այդ էմոցիաները։ Ես ու ինձ մի անգամից ասում է ամուսնություն, sense ապշած ասում եմ ոնց, ասում է տենց կյամում, ասում եմ ոնց թե կյամում, բայց ես չեմ հասկանում կյամումն ինչ է, ասում է լավ, գալիս եմ, ուր ես գալիս, Մագդա, ասա խանութում, դպրոցում, դե դպրոցում էլ է իհարկե աշխատում, ասա որ էլ դու չես գնում աշխատանքի, որտեվ այսօր դու ամուսնանում ես։ Ոայ մամա ջան։ Ես հիմա չեմ կարող ժպտալ, որովհետև ես իսկապես նորից այդ շոկը վերհիշեցի, շոկի մեջ ես ո՞նց եմ ամուսնանում։ Ու հիշում եմ այդ պահին ցենց բլոկվում եմ, ու հիշում եմ մանեն դպրոցում է, պապաս նոր թողեց ինձ գնաց, երեկոյան է գալու ինձ տանի, մամայիս հայացքն եմ խիստ արդեն պատկերացնում ես ինչա կատարվում, ժողովրդի թեման եմ պատկերացնում, չուներ ոչ մեկի, էս ինչ մի թաքուն բանա, որ մեկի հետ պսակվեց, Մագդա հատ իմ էմոցիաները պատկերացնում եմ։ Բայց հիմա ինչ ասում ես, կներես, այս պահին ինչ ասում ես, բոլորը կապված են շրջապատի մարդկանց հետ, բայց քո հետ, ոչ քո հետ, ոչ իմ հետ։ Ամեն ինչ կասի Մանեի պապան, միգուցե մտածի ես արդեն կար, որ ես բաժան, բայց 2 տարի ու կես հետո եմ հանդիպել։ Մարդիկ ինչ կասեն, հարևանն ինչ կասի, ընկերուհիս ինչ կասի, շատ մտերիմ ընկերուհի ունեի, ում հետ ամեն օր էի շփվում, բայց չգիտեր։ Իսկապես չգիտի, որտեվ լուրջ չենք վերաբերվել այս պահին, որ գանք հասնենք նրան, որ ինչ որ գալիս է ձեռքս խնդրելու։ Ու ինչ արեցիր։ Այդ շոկից ճնշումս իջնում է, խանութում տանտիրոջ կինը վերևում էին ապրում, վերևից իջնում է, ճնշումս չափում է 70-30, ասում է, հո դու գիշ չես, դու կմեռնես, ասում եմ, Մարին, դու գիտես, ես պսակվում եմ այսօր, բայց ես չեմ կարող համոյին ասեմ, որ ես ամուսնանում եմ։ Մի ինչ-որ պատմություն են քորինում, որ ես այսօր ու վсё, ես պետքա գնամ, անհնարին է, չէ, ասում է, գոնե վաղ, ասում եմ, չէ, այսօր ամեն ինչ պիտի անեմ, գնամ։ Բայց ես ուր եմ գնում։ Ես էլ չեմ որոշել ախր։ Ես ինչ քայլ եմ անում։ Այնքան պատասխանատու քայլ է։ Լավ, ես ասում եմ վերջ, աշխատանքը ավարտում եմ ձեր հետ, ամբողջ ապահովագրությունները, ամբողջ համակարգչի աշխատանքը, բա իմ երեխեն։ Ու սենց մի պահ ստոպ եմ անում, ասում եմ գնամ Մանեին դպրոցից վերցնեմ։ Շատ արագ տաքսի եմ կանչում, գնում դպրոցից վերցնում եմ Մանեին։ Մանեին ճանապարհին ասում եմ Մանե, այսօր ամուսնանում եմ։ Քանի տարեկան։ 10 տարեկան աղջիկ երեխան դեմքիս է նայում։ Ինչ ես անում մամա։ Մանե, իմ ձեռքն այսօր խնդրում է, ես ամուսնանում եմ։
Երեխես նայում է դեմքիս, նայում է ինձ, իսկապես իր համել է շոկ։ Ու գիտես ինչ ասեց։ Բա ես։ Ասում եմ, որտեղ ես, այնտեղ դու։ Բայց մենք երեկոյան ենք հանդիպելու, ուղղակի ճանապարհին է բալես։ Հիմա ես ասեմ ինչի ես առաջինը սենց փորձեցի Մանեի հետ, որտեվ Մանեն իմ կյանքի միակ ընկերն է, ում հետ ես բաժանությունն անցա, 2 տարի կես ծոցիս մեջ պահեցի, ինքը դարձավ իմ միակ վկան ու ընկերը։ Դրա համար երևի ծնողներիցս առավել, որ ես ազատ խոսեի ու կկիսեի այդ պահը, Մանեի հետ խոսեցի։ Ու Մանեից հայացքը, մամա, ուզում ես ամուսնացի։ Հետաքրքիր է, ավաղ երեխա չի ընդունում։ Հետաքրքիր այդ ռեակցիայից ավելի տպավորվեցի։ Իրար հետ մտանք խանութ, մի քիչ իրերը ինձ առավ, որովհետև ես գիտեմ, որ ինձ տանում Արցախ, բայց ես դեռ շոկի մեջ եմ։ Հələ չեմ էլ տեսել, մենք առաջին անգամ պիտի տեսնենք երեկոյան իրար։ Բայց ես էլ եմ պատրաստվում ինչ-որ։ Սա էլ նորմալ չի, հասկանում եք, որ ես Մանեի հետ եմ խոսում, խանութից առևտուր եմ անում, ես ամուսնանում եմ ինչ-որ։ Դու էլ չես պատկերացնում, բայց անում ես, բայց հիմա անում եմ քայլը։ Հիմիկվա հայացքով որ հետ նայես, այդ ինչից էր։ Ինչի տենց եղավ, ինչի որոշեցիր ու ոնց ասած ենթարկվեցիր իր որոշմանը։ Տղամարդ, որն իր խոսքի տերն է, պատասխանատվության զգացումը գիտի ինչա ու լուրջ քայլի համար կիլոմետրեր կտրելով որոշման եկել թիկունք է կանգնում քեզ, ոչ միայն քեզ, այլ քո երեխին ու ինձ արդեն իմ երեխի հետ իր զրույցները երբեմն Մանեն այո խոսել է հետը հեռախոսով, բայց նորից եմ շեշտում չենք մտածել, որ լինելու է ինչ-որ մի ամուսնական ընթացք կամ իսկապես մի օր կամուսնանանք իրար հետ։ Երբեմն մի 2 անգամ կարծում եմ Մանեն խոսել է հետը, եթե լավ եմ հիշում։ Ու այսպես մտնում ենք տուն, առևտուր արած, նոր պայուսակներով, մամաս ասում է, «Էս ինչ մի առևտուր արած եկաք», մաման մի տեսակ ինքը ուրիշ տիպի կին է, ինչից որ միշտ մենք 3 երեխա ենք, ազդվում ենք մամայից ավելի շատ, քան պապայից։ Ցավոք պապաս այսօր չկա, Երանի լսեր էս ամեն ինչը, բայց կասեր ես ավելի խիստ եմ, քան մաման, բայց տես չի, մաման ավելի խիստ եղել։ Ու մամայիս հայացքը, որ ասում եմ, մամա մենք հյուր ենք ունենալու, որտեղ վախենում եմ ասեմ, այս մարդը գիտի, որ ես տուն աշխատանքի տուն աշխատանք, պապան տանում, պապան բերում է, այդ ես ինու հետ պիտի ամուսնանամ ասենք, այդ ամուսնանալ բառը ռիսկ չեմ անում ասեմ, բայց ինչ որ պայուսակ եմ վերցնում, տեղավորում եմ իրերը, շոկի մեջ եմ, բա Մանեին ինչ պիտի անեմ, Մանեի դպրոցը ինչ պիտի անեմ։ Բայց միևնույն է, Մանեին վերցրած արդեն տուն եմ բերել, այդ օրը դասի չի նստել։ Ժամը այսօրվա պես հիշում եմ, ժամը 4-ն էր։ Հասավ տեղ։ Եկավ ձեր տուն հենց։ Եկավ մեր տուն։ Եկավ մեր տուն, դե արդեն իհարկե ադրեսն ասել էի, հասցեն ասել էի։ Եկավ մեր տուն, առաջին անգամ դեմ առ դեմ տեսնում ենք ու փաթաթվեց։ Դե խոսել ենք, բայց չենք տեսնվել։ Ոնց որ օտար մարդ լինի, միևնույնն է, որովհետև չես հանդիպել։ Որոշել ես, դու էլ ես որոշ, ինչ որ քայլ ես անում, բայց հիմնա, ինչ որ չգիտես, ինչ որ հիմքը դրա հələ որ չես տեսնում, չգիտես ինչ։ Բա ինքը ինչի էր տենց կտրուկ քայլ արել, հետաքրքիր է։ Ուրեմն ինձ պատմեց, որ այդ մի քանի րոպե բակում զրուցում ենք, ասում է 2 օրով խնդրել եմ, տենց բան չկա, այս պատերազմական ընթացքում հրամանատարից խնդրել եմ 2 օր գնամ պսակվեմ գամ։ Ասում է գիժ եմ, չէ, ասում եմ դու էլ ես գիժ, ես էլ եմ գիժ, մենք իրար չենք ճանաչում։ Ասում է ինչքան ճանաչում ենք մեզ հերիք է։ Կճանապարհես ինձ տուն։ Մտնում եմ պապասը մամաս խոհանոցում նստած էին ու մամաս հիշում եմ այսօրվա պես աճառով փլարը վեր էփել սնկով։ Մենք էլ մտանք, ծնողներս նայում են, հեսում եմ բերել տուն, ծաղիկներով, ինչ որ փոքրիկ տոպրակ կա ձեռքին։ Առաջի տպավորությունը երբ մտանք խոհանոց, Մանեն մեզ դիմավորեց։ Ու հիշում եմ այսօրվա պես ոնց գրկեց Մանեին։ Սեղմել էր իրան ու երեխին չէր թողնում, բաց չէր թողնում։
Այս ամեն ինչին ներկա գտնվեցին ծնողներս ու պապաս ու մամաս հետաքրքիր նայեցին, անծանոթ մարդ մտնում ա տուն, երեխային ա գրկում, ծաղիկներով, էս ինչ ա կատարվում։ Իմ համար էլ էր շոկ, իրանց համար էլ էր շոկ։ Բայց ոնց ֆրանսիացիներն են ասում, սելավի, սա կյանք է։ Ուրեմն պիտի սենց լիներ։ Հա, բայց Մոտիկացանք սեղանին։ Իհարկե, երևի սոված էր, նորմալ մեր հետ հացքերով, բայց այդ ընթացքում փորձում ենք հասցնել հայացքներով նայել, որտեղ առաջին անգամ ենք իրար տեսնում։ Ու հաց ուտելու ընթացքում ասեց, ես կոնյակ եմ բերել իմ հետ, պապայիս ասեց, կարամ լցնեմ, մենք իրար հետ խմենք, բաժակները բերեցի, լցրեցին բաժակները ու պապայիս ասեց, եկել եմ քո աղջկա ձեռքը խնդրեմ։ Պապաս արդեն հասկացել էր տղամարդը։ Պապաս թեքվեց ինձ, ասեց, դու համաձայն ես։ Անկախ ինձանից անկեղծ եմ ասում, առաջի բառը սեղելա, հա։ Ասեց, մամայիս հայացքն եմ նայում ու չեմ էլ ուզում նայեմ, արդեն մաման շատ հարցեր ունի, այդ որտեղից, այդ ինչ, այդ երբ, բայց այն էմոցիայով, որ ես հա ասեցի, երևի իմ մաման էլ էր սպասում, որ ես կասեմ, հա, որտեվ այդ հարցին ի պատասխան միանգամից հնչեց հան։ Հանեց պատրաստի արդեն մեր մատանիները պատրաստած բերել էր։ Իմ մատին դրեց ես իրա եւ իմ համար։ Ու ուղիղ 2 ժամ հետո մենք ճանապարհվեցիք դեպի հա Արցախ։ Բայց ընթացքում զրուցեցինք, որ ոնց պիտի տանենք Մանեիս, ստացվեց, որ Մանեն արդեն մայիսի 3-ն օրեր են ուղակի մնացել դպրոցն ավարտի, ասենք կարիք չկա երեխին դպրոցից մի քանի օրվա համար հանել տանել ուրիշ դպրոց։ Մանես շատ ուրախությամբ համաձայնվեց, որ ինքը կմնա տատի պապի մոտ, կվերջացնի, բայց մի հարց տվեց. գալու եք, չէ՞ ինձ տանեք։ Հրային իրան պատասխանեց անպայման, հենց այդ նույն օրը, երբ որ դպրոցը կվերջանա, մենք արդեն ստեղ կլինենք ու դու կգաս մեր հետ։ Իսկապես մենք իրան հենց 24-ին դպրոցն ավարտվեց ու մենք իրան տարանք Արցախ, բայց միջև այդ ամբողջ ճանապարհին, քանի որ 2 ժամ հետո մենք ճանապարհվեցինք, մենք ամբողջ ճանապարհին երևի չեք խոսել։ Երկար ժամանակ մենք իրար հետ ոչ հայացքներով իրար նայեցինք, ոչ փորձեց ինքը ուղղակի ձեռքս բռներ կամ հայացքով գոնե ինձ նայեր, ինչ որ մի հատ երևի ինքն էլ էր շոկի մեջ, ես էլ եմ շոկի մեջ, ես ինչ քայլ ենք անում։ Ամբողջ ճանապարհին մենք չզրուցեցինք, մենք չխոսեցինք։ Ես ոլորապտույտ ճանապարհներին ինձ վատ զգացի, քանի որ գլխապտույտ, սրտխառնոց ու այդ հոգատարությունն առաջին, երբ որ ես լավ չեմ, իսկապես ես զգացի, որ ես տաք ձեռքերի մեջ եմ։ Եվ սխալ չես արել։ Հոգատար ձեռքերի մեջ եմ, սիրող ձեռքերի մեջ եմ։ Մագդա գնացիք Արցախ, հետո ժամանակ անց եւ ինչպես եւ խոստացել եք երեխային տարակ, ինչ կյանք սկսվեց այդտեղ։ Նախ ինքը ինչու այդպես արագ որոշում կայացրեց։ Նրա բաժանման պատճառը եղել էր երեխա չունենալը ու ինքն էլ երևի իմ կարծիքով ես դե 2 տարի ու կես ինքը ամիսներ առաջ էր բաժանվել իմ իմանալով ամիսներ առաջ երևի մի 7-8 ամիս առաջ ու չէր ստացվել ես կարծում եմ կտրուկ որոշումը երևի եւ պատերազմը եւ միայնությունը եւ հոգեբանական վիճակը եւ հանդիպելա մի կին, որ երեխա ունի, սա էլ կարելի է շեշտել, որ հնարավոր է մայրանա նորից։ Ես եմ այդ մտածում։ Ու ես ուղղակի հարց տվեցի, որտեվ չէի կարող այդ հարցը չտալ։ Ինչի՞ս են շտապ որոշում կայացրեցիր։ Չէ՞ որ մենք իրար չենք ճանաչում։ Մի պատասխան հնչեց։ Այս ընթացքում պատերազմի հասկացել եմ, որ ապրելու մի իմաստ կա։ Այդ դու ես։ Ամեն պահ յուրաքանչյուր գնդակ ընդունելով կամ ուղարկելով մտածել եմ, երբ պիտի տեսնեմ քեզ։
ու որոշեցի, որ Էմոցիոնալ դա ֆոնի վրա հա, որոշում էր, բայց ինչպես կայացավ այդ ընտանիքը։ ուրեմն օրեր հետո, երևի մոտ 3 օր հետո, եթե լավ եմ հիշում, ինձ ասեց, որ ես բարձրանում եմ պոստեր, քեզ տեղավորում եմ տանը, ինքը գնաց հաջորդ օրը, 2 օր հետո իջավ, արդեն ԶԱԳՍ-ի տեղը պայմանավորված, մենք պարտադիր պիտի ԶԱԳՍավորվենք ու մի կարևոր բան, Արցախցու հետ ամուսնանալուց ազգանունը փոխվում է Մագդա։ Վայ, ամեն ինչ պիտի փոխվի, միայն ազգանունով չի, անձնագիր, ավարտած վկայական ու լիքը բան կա այստեղ։ Բայց քանի որ սիրահարված ես, ամեն ինչին Փոխեցիր։ իհարկե, դարձա 2 հետո հարությունյան։ ամուսնացար եւ 2 օր հետո ամուսնացանք, իր պապան եկավ, մեր ամուսնությունը շնորհավորեց, մեզ հրավիրեց գյուղ, Քոլատակ գյուղ, որը ահագին հեռու էր գտնվում, համարյա սահմանամերձ, Քոլատակ գյուղ գնացինք հետո։ Ամեն դեպքում ստացանք պարտադիր իր պապայի օրհնությունը, օրեր հետո շատ շտապ ստացա իմ անձնագիրը արդեն Հարությունյան Մագդայով, ստացա իմ այսօր ես հիմա նույնիսկ շատ մտերիմ եմ Սոնայի հետ, Սոնան մեզ ամուսնացրեց ԶԱԳՍ-ում, այսպես հենց Արցախը սկսեցինք շրջել, արդեն մի քիչ դադար էր, որտեվ մայիսի այդ ընթացքում մի քիչ դադար էր առել պատերազմը, հետո դարձանք շատ սիրուն ընտանիք, ովքեր միշտ խոսում էին, միշտ օրինակ էին բերում, ցավոք։ Սիրահարվեցիր, Մագդա։ Հա, ես երևի հենց այդ պահին, երբ որ մենք ճանապարհին էինք, ես զգում էի, որ ես լավ չեմ, ես իսկապես այդ սիրահարվածությունը զգում էի, բայց քանի որ ինքը լուռ ու խիստ, ինչ որ սենց զինվորական պահվածք, զինվորական հագուստով, ես հաստատ ինչ որ այդ սառը մթնոլորտն էլ չէ գալիս ու դու մտածում ես, դու սիրում ես, չէ սիրում, դու սիրահարված ես, թե չէ, բայց փաստ էր, որ ես սիրահարված էի ու ես սիրեցի։ Իսկ հետո, երբ որոշեցիք երեխա ունենալ, հասկացար, որ չի ստացվում։ Հա, մենք ապրելով իրար հետ մոտ 1 տարի, Մանեն մեզ հետ, տեղավորեցինք դպրոց։ Մենք իսկապես շատ սիրուն ընտանիք էինք, որ ոչ ոք չէր պատկերացնի, որ մենք մի օր միգուցե իրար հետ չլինենք։ Բայց խնդիրը կարևոր էր։ Արցախցին ամուսնացել էր երեխա ունենալու համար։ Ու յուրաքանչյուր հայ տղամարդու համար, միգուցե մյուս ազգերում նման բան չկա, ինչ որ հիմա ես հետո կփաստեմ դա, հայ տղամարդու համար իմ տղեն պետք ունենամ, իմ աղջիկը պետք ունեմ, երեխեն։ Ու մեզ երեխա էր պետք։ Իմ երեխան իրան պապա էր ասում։ Ինքը շատ լավ է վերաբերվել, ամեն ինչ, եւ հագուստով առաջինը պիտի Մանեն երևար դպրոցում։ Սեպտեմբերի 1, չգիտեմ, ավարտական մայիս ամիս արդեն որ մի տարի արդեն մենք ապրել էինք իրար հետ։ Ամեն ինչ էր արվում Մանեի համար։ Երևի ոչ այդքան իմ համար, ոնց Մանեի համար։ Այսինքն ամեն ինչ շատ լավ էր, իդեալական էր կարելի ասել, բայց երեխա չէր։ Եվ բարեկամության հետ, եւ հարևանության հետ, եւ ընկերության հետ մենք արդեն ստեղծել էինք նույնիսկ փոքրիկ զինվորական խանութ, արդեն աշխատում էինք, արդեն ամեն ինչ էինք ծրագրել, բայց խնդիրը կար։ Ամեն անգամ սպասելով, որ միգուցե կհղիանամ, որ չի ստացվում։ Ամիսներ չի ստացվում, տարի չի ստացվում, արդեն 2-րդ տարին չի ստացվում, ու ես խնդրեցի ինձ տանել բժշկի։ Եվ Մարտակերտում էի այցելում բժշկի եւ Ստեփանակերտում, ոնց որ մեկ բժշկի մոտով չէի սահմանափակվում, ինձ պետք էին բժիշկներ, պիտի նայեն, ով ինչ կասի, արդեն հոգեպես էլ խառնվել է իրար, հասկանում էի, որ մի հատ ներքին վախ էր մտել, միգուցե երեխա չլինի ու տունս կքանդվի նորից։ Իսկապես Արցախում ասում էին նորմալ է, այստեղ ասում էին նորմալ է, ամեն ամիս ինչ որ սպասման ընթացքում, բայց վիրահատության գնացի։ Որոշեցինք, որ եթե չի ստացվում այսպես, ուրեմն պետքա էկո տարբերակով
ունենանք։ Եկանք Երևան ու ասեցին, որ հնարավոր է, որովհետև մեծ չեմ, 36 տարեկան եմ ու հնարավոր է։ Շատ ուրախացանք դրանից։ Արվեց այդ ամեն ինչը։ Մնացել էր միայն մի տարբերակ, վերջի տարբերակը, որը պիտի լիներ մամոգրաֆիան։ Ունեինք բոլոր անալիզների պատասխանը, ամեն ինչ նորմալ է, իդեալական, տրամադրված ենք, պատրաստ եկել ենք, մի մամոգրաֆիա ու առավոտյան լինելու է ինչ որ լինելու է ու սպասենք, որպեսզի բալիկ ունենանք։ Մտնում եմ մամոգրաֆիայի, նայում են բժշկուհին շատ երկար է ստուգում։ Ու կանչում է մի ուրիշ բժշկուհու։ Մյուսը կանչում է մյուս բժշկուհուն։ Սկսում են ցավեցնել, իհարկե կրծքերը սկսում են ցավեցնել ու մեկը մյուսին ասում են ցավ զգում ես, ցավ ունես, իսկապես ցավ չունեմ։ Մեկը մյուսին ավելի սենց զարմացած են նայում, արդեն թևատակով նկարվում է։ Տիկին դուք ձեզ լավ եք զգում, ասում եմ հա։ Միշտ ճնշման խնդիր, գլխացավ, ինչ որ բաներ, ասում գլխացավ միշտ եմ ունենում, բայց նորմալ եմ, լավ եմ։ Այսինքն ինչ որ կասկածելի բան ես զգում արդեն այդտեղ։ Հա, ու ես սենց լարվում եմ այդ պահին, բժշկուհին ասում է, կարող եմ ձեր ամուսնուն ներս կանչել։ Ասում եմ այո, ամուսնուս ներս է կանչում, ու ասում է, ցավոք մենք վատ բան ենք տեսնում։ Ու ասեց միանգամից, լացել-մացել չլինի, կինդ քաղցկեղ ունի ու շատ վատ քաղցկեղ, ագրեսիվ։ Արդեն պատկերացնում եք այդ ստրեսը։ Ես հիշում եմ, որ աստիճաններին նստած դուրս եկանք աստիճանների վրա լացը, այսօրվա պես հիշում եմ, վերադարձանք տուն, մամաս ու պապաս իմացան, արդեն բոլորն իմացան, սարսափելի վիճակ էր ու հատկապես երբ առավոտյան մեզ ասեցին, որ բիոպսիանելուց հետո ավելի վատ իմացանք, որ ես այն մակարդակի վրա եմ, որ կարող է հնարավոր է ամսից ավել ապրեմ կամ չապրեմ։ Այստեղ արդեն որ ստադիայի էր։ Արդեն երրորդ պլյուս, որովհետև արդեն թե պլյուսը ինքը խնդիր է։ Ու կտրուկ որոշում, քույրիկս Ֆրանսիայում էր ապրում, միանգամից զանգեց։ Ասեց, եթե ուղարկեմ տեր կլինես, քրոջս համարել էր սա շոկ։ Առաջի բանը, որ ասել եմ, չեմ գնա, ոնց կա, տենց թող մնամ կողքիդ։ Ասեց պիտի գնաս, որովհետև դու մենակ քո համար պատասխանատու չես, դու մանեին ես պետք։ Իհարկե արցունքներով ու շատ ստրեսով տարա այդ ամեն ինչը, որ պետք է մեկնեմ երկրից, բայց նաև չէ որ ապրել եմ ուզում երիտասարդ եմ։ Մարտի 13-ին հայտնաբերվեց, ես պիտի թռնեի, ստացվեց ամբողջ process-ը, կարծես ամիս ու կես, մայիսի 3-ին պիտի թռնեի։ Բայց արդեն շատ վատ էի, արդեն շատ նիհարած, միանգամից եմ փոխվել։ Գիտեք, ես մտածում եմ, երբ մարդը չգիտի, ուրիշ կերպ է տանում, որտեղ դու չգիտես դու ինչ վիճակում ես։ Բայց երևի այդ իմանալն էլ արդեն ստիպեց ինձ հոգեբանորեն, չգիտեմ, այդ պահին մի ուրիշ հոգեբանական իրավիճակում էի, ուրիշ աշխարհում էի, արդեն ինչ եմ անելու, ոնց եմ անելու, տունս եմ կորցնում, ուրիշ երկիր, այդ լեզուն չգիտեմ, երեխես ոնց եմ անելու, մի խառնաշփոթ, քաոս իրավիճակ նորից, երկրորդ անգամ սենց մի քաոս մտավ կյանքս։ Բայց գնացի շատ դժվարությամբ 3 պետություն փոխելով, այդպես էր ստացվել, մենակ։ Նույնիսկ հիշում եմ, որ խնդրեցի հետս արի, բայց չհնարավոր չէր, որտեղ զինվորականը իրավունք չունի լքի իր պոստը, իր ծառայությունը, իսկ երեխան մայիս ամիս էր պիտի ավարտեր դպրոցը։ Այդ ընթացքում ոչ մի դեսպանատուն երեխային չէր հաստատի։ Ու ես գնացի 3 պետություն փոխելով, հա, 3 պետություն փոխելով հասա Փարիզ,
բայց արդեն Փարիզի ինքնաթիռում ինքնազգացողությունս կորցնում եմ ու ինձ պատգարակով են իջացնում, քորս ու փեսաս դիմավորում են, ինձ չեն ճանաչում, նույնիսկ որ իջացնում են, մինչև հիմա իրանք հիշում են, որ քորս ասում էր, որ իջացրեցին, ես սպասում եմ, որ պիտի վեշերով ինչ-որ մեկը իջնի, ասենք, դիմավորեմ, գրկեմ, ինչ-որ պատգարակով իջացնում են մեկին, ում դեմքն էլ չես ճանաչում, նստացնում են մի կերպ հետևի նստարանին, հենված, շատ վատ ու հասցնում են Պուատիեի հիվանդանոց։ Պուատիեի հիվանդանոցում ինձ ընդունում են, բայց այնտեղ քույրս չի ասում, որ ես քաղցկեղ եմ։ Ուղղակի անծանոթի պես հանձնվում է այդ պահը, որովհետև կան օրենքներ, որը որ նաև պիտի չասվի։ Ինձ հանձնում են հիվանդանոցին ու անծանոթ մարդ են գնում են։ Ու դու մնում ես մենակ։ Ես մնում եմ մենակ, լեզուն չգիտես։ Սկսվում է մի այլմոլորակային կյանք, որ էս ինչ է կատարվում, դու որտեղ ես, ինչ եղավ հետդ, իսկապես գժվել կարելի էր, ու ես զարմանում եմ, ոնց եմ այսքան բան տարել։ Ինչևէ հիվանդանոցում ընդունեցին, այդ երեկոյան արդեն իմ ճնշումը ամեն ինչը կարգավորում են, իրանք միանգամից ապահովագրություն չունեցող մարդուն, չգիտես ինչի, բժիշկը կասկածում է իմ մոտ ինչ-որ բան իմ գույնից, իմ աչքերից։ Մոտիկանում աչքերս մեծացնում, ասում է, տիկին, ինչ լեզու եք խոսում, ասում եմ, մի քիչ անգլերեն, ու սկսում անգլերենով, ասում է, դուք հիվանդություն ունեք, ես ասում եմ, հա, ասում է, քաղցկեղ, շատ շտապ, միանգամից անգլերենով ասում է, քաղցկեղ, որովհետև սենց թե նենց պարզ էր։ Պարզ երևում է, բժիշկը ոնց կարող է չիմանալ։ Պարզ էր ու բժիշկը առանց իմ ապահովագրություն ունենալու ինձ ուղարկում է MRT անելու։ Ուղարկում է ու տեսնում են ինչա։ Միանգամից տեղափոխում են 9-րդ հարկ, օնկոլոգիական բաժին, ու դա լինում է ճակատագրական, ես մնում եմ այնտեղ մոտավորապես տարի 3 ամիս։ Հիվանդանոցում, որովհետև իրանք հասկանում են, որ ես տեղ չունեմ գնալու, ես չունեմ ոչ մեկի, նամանավանդ արդեն իմ Ֆրանսիա գնալուց 1 ամիս հետո երկրորդ ամուսինս ուղարկում է երեխային, շնորհակալ եմ դրա համար, անկեղծ եմ ասում, հնարավոր էր չուղարկեր, բայց ուղարկեց իմ երեխին, որտեվ հասկացավ մի բան, առանց երեխի չեմ բուժվի։ Մանեն եկավ հասավ ինձ հունիսի 23-ին իմ առաջի քիմիայից ընդամենը օրեր հետո, եկավ երեխեն ու ինձ տեսավ շատ վատ վիճակում, ու նույն օրը որոշվեց, որ երեխան չի կարա մնա իմ մոտ։ Բժիշկը մադամ Ռաբոն եկավ, ասեց, նո, ասեց, երեխան օնկոլոգիական բաժնում անհնարին է։ Ու բժիշկն ինձ ասեց, որ առավոտյան այսօր կարող է մնա, բայց առավոտյան երեխան պիտի գնա հատուկ այն երեխաների դպրոց, որը մենք ասում ենք մանկատուն, բայց իրենք դպրոց են անվանում, դպրոց, որտեղ ինքը կգիշերի, կուտի, կսովորի լեզուն, մի խոսքով, մանկատուն։ Ես այդ բառը լսելով, որ երեխին պիտի առանձնացնեն ինձանից, հիմա էլ այդ զգացողությունն ունեմ, ես ասեցի, ինձ պետք չի բուժվել։ Ու ես արդեն ինքնաբերաբար իմ վրայի սրտի ապարատը, որը որ շատ ամուր էր, ես պոկում եմ այդ պահին, ինչ իրանց համար մտածում են, թե ես խելագարվել եմ։ Իրանք ինձ մի քանի օր պահեցին այդ վիճակում, նույնիսկ հոգեբուժարանում, որ մտածելով, որ ես իմ վրայից պոկում եմ այդ բաներ, ուրեմն իմ հետ մի բան արդեն են չի, որովհետև այո, կան մարդիկ, որոնք այդ հիվանդության ժամանակ հնարավոր է որ հասնեն դրան, որտեվ չեն ընդունում այդ վիճակը, շատ մարդիկ այլ եւ այլ բաներ են անում ու չեն ապրում, որտեվ չհասկանալով ինչ է սպասվում իրանց։
Բայց ինձ պետք էր ապրել։ Ինձ պետք էր ապրել, որովհետև այդ փոքրիկ աղջկա աչքերը նայում են ինձ։ Ու օրեր հետո, երբ որ արդեն բերեցին, ասեցին, լավ ամեն ինչ նորմալ է, էլ ոչ մի ոնց որ ասած գժություն չես անելու, ասեցի հա, ու բերեցին, ես շատ շնորհակալ եմ դոկտոր Ղաբոյին, որ որոշում կայացվեց, որ եթե երեխային տանենք, չի բուժվի, սա արդեն Պարզ է։ ու մատրաս են բերում, տեղավորում են աշխարհով մեկ եմ լինում, այն որ աշխարհն իմն է, մանեն հետս ամնում։ Անկեղծ եմ ասում, մանեն հետս տարի 3 ամիս մատրասին քնեց։ Բայց մի կարևոր բան կուզեմ հիշեմ, որ մանեն ամեն երեկո լինելով թեպետ 12 տարեկան աղջիկ, երեխա, որը որ պիտի չհասկանար նման բաներ, մանկական այդ աշխարհն ուրիշ աշխարհ է։ Մանեն ամեն երեկո ինձ հարցնում էր. «Մա, քնած ենք» ու նորից. «Մա», երբ որ ամիսներ անցան, հարցնում եմ. «Մանե, ինչի համար ես ինձ ամեն իրիկուն հարցնում»։ Մամա, դե մտածում եմ կարող է քնած չես, կարող է չես ապրում։ Այդ վախը էլի։ Դուք այդ վախը, դուք հասկանում եք 12 տարեկան երեխան այդ հոգեբանությամբ, այդ չգիտեմ, շատ դժվար էր։ Ու ամենադժվար պահերը եւս կան, որ երեխային հասնում էր մի մատրաս, բայց ոչ ուտելիք։ Որովհետև երեխան չի համարվում պացիենտ, երեխան համարվում է մի մարդ, որ ուղղակի քո երեխան է եւ վերջ ինքը կարող է մնա, բայց ուտելիք չի հասնում։ Ու մենք մանեիս հետ յուրաքանչյուր եւ ցերեկվա եւ երեկոյան ուտելիքը կիսում էինք իրար հետ։ 1 տարի 3 ամիս, 1 տարի 3 ամիս։ Սակայն ես ուզում եմ հիշեմ նաեւ մարդկանց Պուատիի հայությանը, որոնք քիչ թե շատ գնալով գալով պատահական ինձ ու մանեին հիվանդանոցում տեսնելով, հա հայեք, այսենց հետո քրոջս ծանոթները, որ դե շեշտում եմ, հետո մի զվարճալի բան կպատմեմ, մարդիկ ինչ էփում էին, ինձ հարցնում էին, կուտես սա, կուտեսնա, իհարկե կուտեմ, մենակ թե բերեք։ Այսինքն հայերի այդ աջակցությունը շատ այդ ընթացքում զգացել եք, այդ շատ կարևոր է։ Ես շատ շնորհակալ եմ։ Հետո Պուատիի հայությունը մի այլ կարգի սենց միահամուռ հայկական համայնք գոյություն ուներ, իրանք բոլորը սենց մեկ-մեկին թիկունք, նույնիսկ ես հիշում եմ 2020 թվականի պատերազմին իրանք սենց միահամուռ գումար հավաքեցին, ուղարկեցին, ու ես ասում եմ, այն մարդիկ են, որոնք ինձ մանեիս հետ նույնիսկ պահեցին, ոնց որ ասած հիվանդանոցում։ Ես յուրաքանչյուրիդ շնորհակալ եմ, այն մարդկանց անուն առանուն չեմ տա, բայց ես ուզում եմ ընդհանուր ասել Պուատիի հայությանը շնորհակալ եմ ձեր յուրաքանչյուր ինձ բերած մի կտոր հացի համար, երբեք ոչինչ չի մոռացվում։ Մի խոսքով նաև ուզում եմ։ Ինչևէ։ Իսկ այդ քաղցկեղի բուժման ընթացքը ոնց հաղթահարեցիք, այդ 1 տարի 3 ամսում արդեն այն վիճակներ, որ հնարավոր էր դուրս գրվել։ Արդեն, հա, դա 1 տարի 3 ամսում հասցրել եմ 8 քիմիոթերապիա եւ վիրահատություն արդեն հոկտեմբեր ամսին, շատ բարդ վիրահատություն, որը որ ահագին մոտավորապես 12 ժամ էր տևել։ Մի կարևոր բան ասեմ, իմ քաղցկեղը նման էր սրտի։ Հիմա կզարմանաք ինչի համար էր նման սրտի։ Ես երբեմն սիրում եմ ասել, իմ միջի չարիքը ինպես խենթ էր։ Ինքը նման էր իսկապես, ինչպես կնկարես թղթի վրա սրտիկ։ Ինքը սրտիկ էր, մոտ 6 սանտիմետրանոց սրտիկ, որը չարություն էր արել իմ ներսում, ծոր ասած։
Բայց վիրահատությունից 12 ժամանոց վիրահատությունից հետո բժիշկը դուրս էր եկել ու ասել ավարտվեց ամեն ինչ լավ է լինելու։ Դրանից հետո ստացել եմ մոտ 44 անգամ ճարագայթ, որովհետև շատ բարդ ընթացք էր, նաև ստացել եմ մի դեղ, որը պարտադիր սրսկվում էր ազդրից, մոտավորապես 42 անգամ։ Մագդա, իսկ այդ ընթացքում հոգեբանական վիճակը ոնց էր կարողանում էիր պայքարել, որտեղ ամենաառաջին բանը հենց մարդու մեջի ուժն է, որ քաղցկեղին կարողանա հաղթի։ Ես պարտավորվել էի, ես իմ առաջ մի բան էի դրել, ես պիտի հաղթեմ։ Հիմա ասեմ ինչի, որովհետև երբ որ երեխայիս ուղարկեց, օրեր անց արդեն մազերս թափվել էր։ Ինձ շատ տգեղ էի համարում։ Նույնիսկ ոչ մեկի հեռախոսազանգին, տեսազանգերին չէի պատասխանում, նույնիսկ իմ ամուսնու։ Ու զանգ եմ ստանում, մագ, լավ է լինելու ամեն ինչ, բայց արի թող մեր պատմությունը այսքանով ավարտվի։ Մի պահ չեմ հասկանում, ես ինչ ասում։ Ասում եմ ինչ, ու ես հիշում եմ, որ ես միջանցքում քայլում էի, որ այսինքն երեխուն ուղարկելուց մի օրեր հետո։ Դե համարյա 3 ամիս անց։ Չհասկացա ինչ ասում։ Ասում եմ նորից կրկնի, ասում է այսքանով մեր պատմությունը ավարտվեց։ Երեխին ուղարկել եմ, հասել է քեզ, բուժման պրոցեսում ես, կարծում եմ, որ լավ ես լինելու, արել եմ ամեն բան, բայց արի թող այսքանով ավարտվի ամեն ինչ։ Այսինքն որոշեց հենց այդ Ես էլ մարդ եմ ու ինձ երեխա է պետք։ Մի պահ եկեք պատկերացրեք, թե ես ինչի մեջ կլինեմ։ Քաղցկեղով հիվանդ, երեխեն հետად, օտարության մեջ, անտուն անտեղ մարդ, չգիտես հետդ ինչ կկատարվի, ու զանգում են քեզ, ասում են, որ վերջ։ Ու տղամարդը բաց է թողնում քո ձեռքը այն պահին, երբ բոլորից շատ անհրաժեշտ իր աջակցությունը։ Ինչին որ ոչ մի րոպե չես էլ մտածել, չես էլ սպասել։ Անկեղծ եմ ասում, ոնց դիմացա։ Խելագարության եմ հասնում ու նորից կկրկնվեմ, օրեր առաջ էի գտնվել հոգեբուժարանում, նորից ինձ տանում են այնտեղ 21 օր պահում են այնտեղ, արդեն ստիպելով դեղերը խմել, հենց այնտեղից բերում են, ես ընդունում եմ իմ քիմիան, արդեն երկրորդ, նորից հետ են տանում, նայում ես շուրջդ իսկապես հոգեբանական պրոբլեմ ունեցող մարդիկ եղունգ են կրծում, լացում են, ղժում են, բայց ոնց լեզուն չունեմ, չեմ խոսում ֆրանսերեն, որպեսզի բժշկին բացատրեմ, Աստծո սիրուն, ես չեմ գժվել, տուն եմ կորցրել, ընտանիք եմ կորցրել, ամուսին եմ կորցնում, հիվանդացել եմ, օտար երկրում եմ ապրում, ես չգիտեմ հետոս ինչ կլինի, ինձ ոչ մի բժիշկ չի ասել լավ ես լինելու, սա առաջին քիմիան է, երեխիս հետ ինչ կլինի, ու այդ պահին մի ուրիշ էլի կրկնակի քաոս քո ներքին աշխարհում։ Անհնար է պատկերացնել, թե ինչ մի ուրիշ քաոս, որը իսկապես աննաջան անբացատրելի է, երևի կարելի է գինի խմել ու չգիտեմ, այդ պահին անհնարին էր, ուղեղիս մեջ չէր մտնում, չէր տեղավորվում, որ կարա իմ սիրած տղամարդը ինձ թողնի։ Էն էլ այդ պահին, հետաքրքիր է, Էն էլ այդ պահին։ Կարելի էր գոնե համբերել ինչ որ ժամանակ։ Իհարկե, բայց այդ պահին թողնել մենակ, այն էլ այդ հոգեվիճակում, որ ավելին ես սպասում, հակառակ ավելի շատ ունես ուշադրության կարիք, ավելի շատ քեզ զանգող հարցնողի կարիք, դու
ավելին ես ուզում, քան առաջ էր, որ միգուցե դու տգեղ ես այդ պահին, չունես ոչ մի գեղեցիկ ունք, չունես թարթիչ, չունես մազեր, չունես, տգեղացել ես, շատ ես նիհարել, բայց միևնույնն է, դու ուզում ես, որ քեզ ասեն, որ դու կին ես, որ քեզ սիրում են, որ դու սիրուն ես, որ բուժվելու ես, որ դու լավ ես լինելու, բայց կտրուկ զանգերը անհետանում են, էլ չկա։ Սարսափելի է ուղղակի, ես ուղղակի չեմ պատկերացնում, ինչի հենց այդ պահին պետք է ասվեր այդ ամեն ինչը։ Ոնց դուրս եկար այդ վիճակից, Մագդա։ Մանեն փրկեց։ Մանեին չէին թողնում բերեն հոգեբուժարան։ Այդ պահին վրացի մի աղջկա էին տվել, բերեցին ստորագրեցի, վրացի աղջիկը պահեց Մանեին, շատ շնորհակալ եմ նրան, շատ լավ էր պահել երեխես, իրան տան պես էր զգացել, որ վրացուհին բերեց Մանեին պիտի տեսնեի դարպասից, իրավունք չուներ ներս, որտև անթույլատրելի է դու խնդիր ունես, գուցե երեխին ինչ-որ վնաս տաս, հերվից, որ տեսա Մանեն սենց հարեց, աբադոկ էի դրել կտորից, Մանեն ասեց, մամա, ես ինձ սիրուն ես, աստու սիրուն, անկեղծ եմ ասում, հաստատ սիրուն չէի, բայց ինձ համարեցի աշխարհի ամենասիրուն կինն ու մայրը, այդ պահին հիշում եմ, որ արդեն տարավ երեխին, հիշում եմ, որ գնացի տուալետ իրավունք ունեինք, բայց բաղնիք չկար, բաղնիքում ոչինչ չկար, ու հիշում եմ, որ բաղնիքի դուռը փակեցի ու ասեցի պիտի ապրես, դու պարտավոր ես ապրես Մագդա աղջիկ, դու պիտի ապրես մենակ Մանեի համար, այդ աչքերը քեզ են նայում, իրանք քո ժպիտի, քո ապրելու կարիքն ունեն, դու պիտի ապրելով ապրեցնես նրան, ու 21 օր հետո բժիշկը ինձ դուրս գրեց, բայց հասկացել էր, որ ես առողջ եմ, ես մյուսների պես չեմ, բայց դա կարգ է, պիտի տենց լինի։ Ու Մագդա, երևի այս ամեն ինչը մարդուն տրված է նրա համար, որ ինքը իր կյանքը ապրի, ու այս Ֆրանսիայում հայտնվելը, բուժվելը, հետո բուժման այդ ընթացքը եւ հենց այդ ընթացքում է քո երրորդ ամուսնուն հանդիպելը, մի տեսակ շատ ուշ եմ հանդիպել, միանգամից չստացվեց, միևնույնն է այդ մեկը մյուսի շարունակությունն է։ Հա։ Հիմա օրինակ մտածում ես, այդ իսկապես ինչի համար էր այդ քեզ տրված։ Նույնիսկ ավելին ասեմ, ես իմ արցունքների միջից կժպտամ ասելով հետևյալը։ Նույնիսկ ես շնորհակալ եմ, որ ես հիմա ունեմ Նիկոլային։ Երևի սենց պիտի լիներ։ Երևի սենց պիտի լիներ, սենց ճանապարհով, սենց քարքարով, սենց փոշով, սենց դաժան ճանապարհով է պետք հասնել երջանկությանը վերջապես հասկանալու համար, որ ունես մի ֆրանսիացիների բառն ավելի սիրունական մերը թխեզող հարստություն, գանձ։ Ես ճակատագրի այդ փոթորիկների, այդ քամիների, ամեն ինչի միջով անցնելով ես այսօր կին եմ, ով երջանիկ է։ Հաղթահարեցի ժպիտով իմ պարտությունները, որպեսզի ունենամ այսօրվա հաղթանակը։ Հա, ես գիտեմ, որ նրան նույնպես հանդիպել ես շատ պատահական, ուղղակի քեզ մի պահ օգնել է, չէ՞, ինչ որ հարցում։ Ու հենց այդ մի քանի բառ խոսակցությունից հետո սկսել եք շփվել, ճիշտ է։ Հա։ Մենք ես ճառագայթների փուլում էի, Աննա ջան, ուրեմն Մանեիս հետ ուշացել էինք։ Ուշացել ենք ուրեմն ճառագայթից, որովհետև այնտեղ ժամը ժամին է ավտոբուսները, բայց քանի որ Մանեին պիտի վերցնեի ու շտապեի մյուս ավտոբուսը գնացել էր ու հիվանդանոցում էլ, ինչպես ֆրանսիացիներն ասում, ռանդևուն ժամին է, ուշացար 10 րոպե չի ընդունում, բայց դա ուղղակի սովորական հանդիպում չէր, ռանդևու չէր, դա ճառագայթ պիտի ընդունեմ, որտև ինքը օր ունի 21, յուրաքանչյուր 21 օր։ Ուշացել էինք, այնքան նեղ սրտված,
երեխան սկսել էր մի քիչ խոսել ֆրանսերեն, բայց պետք էր բացատրել։ Ուրեմն անգլերենով այս կնոջը ընդունարանի բացատրում եմ, ջղայնանում, ասում եմ ու մենակ մի բառ գիտեմ, aujourd'hui, հետո չեմ կարողանում էլ խոսեմ։ Ու սենց էմոցիաներս հայավարի, սենց ասում եմ, այսօր է պետք, ու սենց անգլերենով էլ այդ կնիկներ սենց արհամարական ֆրանսուհի սարդեմքով ասում է je te comprends pas madame, désolé, je te comprends pas։ Չեմ հասկանում։ Հա, ես ձեզ չեմ հասկանում։ Ու այդ պահին սենց լարված ու տեսնում եմ մի տղամարդ մոտիկանում է ինձ ասում է ձեզ ինչ է պետք անգլերենով թարգմանեմ, որտեվ ես խոսում եմ հային բնորոշ են հայավարի սենց եմ անում վայ, բրավո, մերսի ու ինքը սենց դեմքով նայում են ես ինչա վայ, ինչա նշանակում վայ, դա մեր էմոցիաներն է, չէ դվայը ու ինքը ասում է ասեք ձեզ թարգմանում է իմ համար Ես կինն ասում է, որ օքեյ, ես հիմա կգնամ կասեմ, որ ուշացել է տիկինը, եթե հնարավոր է թող ընդունեն։ Իհարկե այդ օրը մեզ չեն ընդունում, տուն պիտի գնամ առավոտյան ժամը 6-ին ընդունեմ, առաջին մարդը լինեմ ու Նիկոլան էս ամեն ինչի մեզ թարգմանում է, իհարկե այդ ժամանակ չգիտեմ անունն ինչ է ու ասում է տիկին, ձեզ տամ մի թուղթ համարս վրան գրած է, ամեն ինչ կա, պետք լինի զանգեք, որովհետև եթե դուք խնդիր ունեք թարգմանության կամ չէ, ես խնդիր չունեմ, կթարգմանեմ։ Ես էլ նորից ասում եմ, վայ մերսի, բրավո, մերսի beaucoup, շատ շնորհակալ եմ, ու ինքը տեսնում է, որ իմ հետևում կանգնած է Մանեն, բայց Մանեն սենց նայում է նորից, նայում է, ու ինքը սկսում է Մանեին խոսեցնել։ Մանեին խոսեցնում է, Մանեն քիչ ու միչ ֆրանսերենով, սենց համով ֆրանսերենով սկսում է հետը խոսել։ Բաժանվեցինք նորմալ ստեսություն ձեզ, թողեց գնաց, դե նորմալ է, ֆրանսիացիները շատ բարեհամբույր են, բոլորը անկեղծ եմ ասում, երբեմն կանայք մի քիչ ոչ, բայց տղամարդիկ իսկապես ջենտլմեններ են։ Որ իրենց մոտ շատ նորմալ է մոտենալ, խոսել, ժպտալ։ Հա, շատ քաղաքակիրթ է յուրաքանչյուր պահ, մերսին, շնորհակալությունը, խնդրեմ, մոտեցումն է շատ ճիշտ, ինչը որ իսկապես կուզենայի, որ մենք էլ այդ քաղաքակրթություն ունենային։ Բնականաբար։ Ինչևէ, ես սիրում եմ իմ երկիրը ու չեմ ուզում թերագնահատել։ Այսպես անցնում է մի երկու օր, զանգ եմ ստանում անծանոթ համարով, իհարկե շատ ռեկլամներ են արվում, պուբլիսիտեներ է կոչվում ֆրանսերեն, տարբեր տեղերից կարող են զանգել ու չխոսել։ Ես որ վերցնում եմ, միանգամից իմ անունը արդեն գիտի, դե համարն եմ տվել, ասում եմ Մագդա կոմո սավա, ինչպես ես, ու սենց թեթև սկսում ենք խոսել, բայց իհարկե անգլերենով ասում եմ, ես ֆրանսերեն չեմ խոսում, հարցնում եմ, merci, ça va bien։ Հա, ça va bien, oui։ Ու ինքը ուզում է Մանեի հետ խոսի։ Ասում եմ փոխանցի հեռախոսը Մանեին, սկսում եմ Մանեին ինձնից հարցնել ֆրանսերենով, մաման գնաց, մաման եկավ, լավ է մաման, էս կողմում Մանեն շատ սիրում ֆրանսերենով, իհարկե փոքր, բայց ֆրանսերենով պատասխանում է։ Անցնում է մի քանի օր նորից է զանգում, ու այս զանգելու process-ը անցնում է մոտ 1 ամիս։ Ես ճառագայթի փուլը դեռ չի ավարտել, որտեվ ընդունել եմ 40-ից ավել ճառագայթ, ինքը շատ երկար process է, նաև ոտքի ասեցի դեղը, ինքը process է, ես անդադ այդ քաղաքի հետ կապ պիտի ունենամ ու մի օր ինձ զանգում հրավիրում է իրանց քաղաք, որը մեզանից 100 կիլոմետր հեռու հային բնորոշ կնոջ տարբերակ, որ ես չեմ կարող գամ, իրավունք չունեմ։ Ու ես այդ պահին իրան ասում եմ, որ ես փեսա ունեմ, հայությունն էստեղ, եթե ես քո հետ հանդիպեմ, թեպետ երեխի հետ, ես իրանց թեմա կտամ, որ միգուցե ասենք շատ վատ հետո կխոսեն իմ մասին, կասեն համ հիվանդա, համ ինչ որ մեկի հետ է հանդիպում, միգուցե չհասկացվի այս ամեն ինչը։ Ու նորից շրջապատին բնորոշ հաշվի առնելով շրջապատի կարծիքը ես մերժում եմ անցնում է դրանից մոտավոր երևի 1 շաբաթ ու զանգում է ինձ։
նորից ոնց եք, ոնց չեք, իհարկե ֆրանսերենով, ու ինձ ասում է, որ գիտես, երեք ամբողջ օրը YouTube-ով, ինտերնետով, ասում ամբողջությամբ հետևել եմ հայազգի մշակույթին, եղերնը գիտեմ, ինչա գենոցիդը, ծանոթացել եմ ձեր ավանդույթներին, գիտեմ ինչպես են ամուսնանում, գիտեմ ինչ տոներ ունեք, զարմացած լսում եմ, ասում եմ, բայց դա ձեզ ինչի համար է պետք։ Ասում է, ինձ շատ է պետք։ Ասում է, ես ուզում եմ վաղն առավոտյան գամ ձեր քաղաք։ Ինձ կտանես ծանոթացնես քո քրոջ ու փեսայի հետ։ Ասում եմ, բայց ինչի համար։ Ասում է, գործեր կան, ուզում եմ քույրիկի դու փեսայիդ հետ զրուցել։ Բայց անծանոթ մարդուն ես էլ ֆրանսիացի։ Ես ոնց ասեմ, քուրջան, ուզում ա քո հետ ինչ-որ մի հատ ֆրանսիացի ծանոթանա։ Այն էլ հələ տենց բան, փեսեն իմանա։ Ոյ, ասենք ավանդապաշտ փեսա, ինքը Էջմիածինից, սենց մենք ազդվում ենք այդ ամեն ինչը կա, այն բուն հայկական զուտ ընտանիք, սենց։ Ու ես ինչ-որ պիտի ասեմ, որ ինչ-որ մեկին բերում եմ, ես ինչ-որ բան ունի ասելու։ Բայց հասկացանք, որ ես շատ ռիսկային եմ, փաստորեն։ Ես քրոջս զանգում ու ասում եմ, որ Նիկոլ անունով ֆրանսիացի մի տղամարդ հիվանդանոցում ծանոթացել ենք, ուզում ա ձեզ տեսնի։ Ծիծաղ իսկապես հենց տենցել է եղել։ Զանգում եմ քրոջս, ասում ա, քուրջան գժվել ես։ Գրիշն իմանա մեզ կխեղդի։ Ասում եմ, բայց այդ մարդ ուզում ա քեզ տեսնի ու Գրիշային ինչ չի ուզում տեսնի, ձեզ ա ուզում տեսնի։ Քուրս ասում ա, չէ։ Գրիշն այդ մասին չիմանա։ Լավ, դե որ ուզում ա տենա, դե քուրս շատ լավ ա ֆրանսերեն խոսում, 15 տարի ինտեղ ապրող, ինքը արդեն ուսանող, մի խոսքով խնդիր չունի ֆրանսերենի, բայց ես ֆրանսերենից 0 մակարդակ։ Նստում եմ մեքենան, ռիսկով, անցնում ենք 40 կիլոմետր ու քուրս արդեն հասցեն տվել ա ուր ենք գնում։ Կգաք կոնսերվատորիայի կամուրջի վրա, հանդիպում ամդեղ։ Լավ, դե որ տենցա կոնսերվատորիայի, այնքան էլ անձրև, ծիածան, ուրիշ տկարքի եղանակ, սենց, չգիտեմ, սենց ռոմանտիկան էլ ապահովում եղանակը։ Ուրեմն, բայց մենք ճանապարհին ոչ մի բառ չենք խոսում, որտեվ ես ֆրանսերեն չգիտեմ, անգլերեն էլ տենց մի ես ինչ չգիտեմ, յոլա եմ տարել այդ տարիների ընթացքում այդ այնտեղ մնալու, թեթև, հա։ Բայց այնտեղ մի քանի բառ գիտեմ, voilà, merci beaucoup, d'accord, այս մի քանի, բայց դա խոսելու, զրուցելու համար ֆրանսիացու է, դա շատ քիչ է։ Բայց զգում եմ, սենց հետևն եմ նստել, զգում եմ հայլու միջից նայում, բան, սենց բաներ, բայց մտածում չի ինձի նայում, հա, ես էլ իհարկե մտկովս չյանցնի ինչ ա լինում, հայ կնոջ ազնիվ կերպարանքով նստած էր հետևում, անկեղծ հետևում, բայց մտկովս չյանցնում ինչ ա լինելու, երթվում եմ ձեզ, մտկովս չյանցնում ինչ ա լինելու, ուղղակի մտածում եմ, որ ծանոթացել է ավանդություններին, ծանոթացել է ինտերնետով հայ ազգին, միգուցե հայկական ինչ-որ բանի, ուզում ա փեսայից տեսնի, ես կամ բան, բայց ինչ ա լինելու հետոն, թողնենք հետո։ Ուրեմն ոչ մի բառ չենք խոսում, հասնում ենք քաղաք, իջնում ենք, անձրև ա գալիս, ետևի այդ նստարանի հետևից զոնտիկ ա հանում, պահում ենք, մենք երկուսով զոնտիկով առաջանում ենք կամուրջին, որտեղ ահագին բացի այդ տեղից մի ահագին պիտի քայլենք միջև կամուրջ, էլի ոչ մի բառ, ես գնում ա քրոջս ու փեսիս ունի ասելու, ինձ չունի ասելու բան։ Ու քուրս մեզ իհարկե ֆրանսիական ժպիտով դիմավորում ա, դա պարտադիր պայման ա, ծանոթ ես, անծանոթ ես ֆրանսերեն, ֆրանսիական ժպիտ պետք ա ունենաս, այսենց, ու քուրս կարծես իրա դերի մեջ բարևում ա, ու ծանոթանում են Նիկոլա ու սենց, ասում ա, ինչն ա խնդիրը, ինչ եք ուզել մեզ տեսնել, ու Նիկոլան սկսում ասել, որ ես ուզում եմ ձեզ տեսնել, որովհետև ուզում եմ խնդրել ձեր քրոջ ձեռքը։ Մագդա, քո կյանքում բոլոր սիրահարությունները կայծակնային արագությամբ են տեղի ունեցել։ Փաստորեն ես այդքան քաղցր մեղր ունեմ։
Ընդամենը մեկ հանդիպում եւ դաշտ ունեմ, չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Հաստատ ես ինձ միշտ չեմ համարել ինչ որ գեղեցիկ կին ու չգիտեմ ինչ, բայց միգուցե սա շարմ, ինչ որ մագնիսական դաշտ գոյություն ունի կոնկրետի մեջ, որը որ ձգել է ու ինչ որ sense պատահականություն ու ռիսկերը տարել են, sense քաոս տարել ինչ որ միտեղ։ Քուրս ասում է հասկացա ինչ է ասում։ Ասում եմ, չի որտեղից հասկանամ ֆրանսերեն եք խոսում։ Քուրս ասում է, քո ձեռքն է խնդրում։ Ասում եմ, ո՞նց թե։ Ասում է, քո ձեռքն է խնդրում։ Ասում եմ, Քուրջան, ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չենք խոսացել։ Ես չեմ ճանաչում, ասում եմ, չես ճանաչում, ո՞նց է ձեռքդ խնդրում, քրոջս մա այդ մեջ։ Սկսում է այդ կասկածնել մտնել, միգուցե ես շփվել եմ, բայց չեմ ասել իրան, բայց չի կարա տենց բան լինի։ Ես կամ իմ տանն եմ մանեի հետ, կամ ես իրա հետ եմ, ինքը ինձ տանում է, բերում է արդեն հնարավոր չի, որտեվ անդադ այդ կապը կա, այդ վախը կա, այդ հայերի շրջապատում ես անդադ ում հետ պիտի շփվես, աննարին է տենց մի բան, հատկապես որ ֆրանսերեն չես խոսում։ Սա մի քիչ նորմալ չի, էլի, մարդու ուղեղը չի մտնի։ Նիկոլան ասում է, հարցեր ունեք, հարցեր տվեք, թե ինչի եմ ես ընտրում ես քայլ, ինչի համար եմ ես եկել ես քայլ։ Ինչու եմ կայծակնային արագությամբ որոշել ամուսնալ։ Ու քուրս ասում է, գիտես որ հիվանդ է։ Ասում է, գիտեմ։ Ասում է, որպես կին կնոջ մարմնի որպես գեղեցկություն ինքը կորցրել է, ինքը չունի, ինքը լիարժեք չի։ Իհարկե սա ֆրանսերենով են իրանք խոսում, ու ես մենակ լսում եմ, որ Նիկոլան ասում է oui, je suis d'accord։ Այսինքն ես համաձայն եմ, դրան եմ համաձայն։ Ասում է երեխա ունի, ասում է գիտեմ, ասում է Մագդան քեզանից 2 տարի մեծ է, դա էլ ոչինչ։ Ասում է ամենակարևոր պայմանը քեզ պիտի ասեմ, Մագդան այլևս երեխա ունենալ չի կարող։ Աննա գիտես պտտվում ինչ է ասում։ Պտտվում նայում է ինձ, նայում է երկնքին, ասում է մենք արդեն երեխա ունենք։ Մի կնոջ, ով կորցրել է 2 անգամ ամեն ինչ, դիմացդ կանգնած է մի տղամարդ, որը պատրաստ է մի անգամից ընդունել քո երեխային։ Ապշում ես, մտածում ես, էս ինչ է կատարվում։ Սենց բան կամ հեքիաթում է լինում, իրոք, կամ ինչ որ մի անգլիական, ֆրանսիական, չգիտեմ, իր գրող կդնի ու կհորինի, որպեսզի ընթերցողին հետաքրքիր լինի, բայց չէ, սա ընթերցանության համար չի, սա իրականություն է Շատելողոյի կամուրջի վրա, կոնսերվատորիայի կողքին, որտեղ ջութակներ են հնչում։ Իսկապես ջութակով երեխեքը նվագում են, պարապում են ու սենց անձրևա, ձիածանա, մի կողմը մի հատ հեքիաթային իրավիճակ ու Նիկոլան ծնկում է ասպետավարի, քրոջս ասում է քո առջև, որպես ծնող, երկնքի առջև, այսինքն Աստծու, խնդրում եմ քո ձեռքը Մագդա։ Իհարկե չեմ հասկանում ոչ մի բան, քուրս թարգմանում է, այն ոնց են ասում, հիմար կարգավիճակ է մոտս, ոչ հասկանում ես ինչա, ոչ չես հասկանում ինչա, մի հատ սիտուացիա, որը որ կրկին գլխիդ գալիս է, նույնը եղել է արդեն, թե ինչ է լինելու, բայց էլի շոկի մեջ ես ու չես հասկանում ինչ է կատարվում, բայց արդեն օտար լեզվով, որը բացարձակ չես հասկանում։ Ու պատկերացում, թե լավ, էս պահին խոսած թարգմանող ունեցար, բա հետո ինչ է լինելու։ Հենց էդ է, բայց հա, իհարկե, այդ շատ մեծ բարիեր է։ Մի զարմացեք, մի անակնկալի եմ գալիս, բացում է արդեն 2 մատանիով եկել է մարդի տղեն։ Մագդա ինչ ես պատմում։ Էլի, անկեղծ էլի։ Ու էլի ասացիր, հա, Մագդա։ Էլի ասեցի հա։ Միգուցե չհավատաք, բայց ասեցի հա։ Այդ պահին, երբ որ ծնկած էր իմ առջև ու նայում էր եւ քրոջս եւ ինձ, անկեղծ եմ ասում, աչքերից արցունքները գնում էին։ Ես անգամ ստեղծագործություն ունեմ։
որտեղ հետո նշում եմ, որ մեկ նոտայից սկսվեց մեր աշունը։ Մեկ նոտայից։ Սա մի մեծ ասելիք ունի, ինչի մեկ նոտայից, որտեղ մինչև այդ մենք ոչ մի նոտա չենք ունեցել։ Սա առաջին նոտան էր, որից սկսվեց մեր հետագա կյանքը։ Դրեց մատանին, մատս մյուս կալիցոներ միջև այդ իմ մատին։ Ինքը հանեց կալիցոնի մատից։ Չէ, հանել մատից այդ Մագդա։ Չէ։ Մնացել է իմ մատին միջև այն պահը, երբ Նիկոլան մատիցս հանել ու տեղադրել ասա։ Այս փոքրիկ, որ գրամել երևի չկա, բայց ինձ էլ ավելի երջանիկ է դարձրել, քան որ պիտի լիներ բազմաթիվ շքեղաշուկ, ոսկեղեն ու զարդեր ու չգիտեմ ինչ։ Այս փոքրիկ մատանին ինձ դարձրել է եռակի երջանիկ, ինձ դարձրել է որպես կին առավելագույնս երջանկությունը ստանձնյալ ամեն ինչում։ Ու անկեղծ եմ ասում, ինքը իմ ձեռքին մատին դնում, ես իր մատին եմ դնում, քուրս զարմացած, ապշահարված, բայց երևի պիտի արդեն սովորած լիներ Մագդա։ Բայց ես արդեն հասկանում եմ իր հայացքը, տունը փեսիս ինչ է ասելու։ Այդ ռեակցիայից ես էլ եմ խորշում, որովհետև մտածում եմ վերջ, ես էլ շատ էլողո չեմ գնա, որովհետև արդեն փեսի հետ խնդրեմ կունենամ։ Ինքն է իմ պատասխանատուն Ֆրանսիայում։ Իր առաջ։ Բայց քրոջս սխալներ կներեք, որովհետև չտարավ տուն, որովհետև թե տաներ տուն մենք Նիկոլան իր ձեռքից կխնդրեր, ոչ թե քրոջս ձեռքից։ Ինչևէ, հետո մի քիչ փեսս խռովեց դրանից, ծանր տարավ, բայց եղած էր, մենք այդ օրը նշանվեցինք, նշանվեցինք, ֆրանսերեն ասինո կներեք, չէ, դա եղավ հոկտեմբերի 1-ն էր, դա որպես ֆիոնսե, այսինքն նշանադրություն, մենք 1 ամիս համարյա նշանված մնացինք, այդ ընթացքում Նիկոլան փորձեց Մանեի դպրոցի տեղափոխության եւ բոլոր հարցերով զբաղվեր, որովհետեւ Նիկոլային դուր չէր գալիս, թե ես ու Մանեն որտեղ ենք մնակվում։ Ինքը հասկացել էր, որ ես լինելով այդ խոնժե, այսինքն փախստական, ես մնում եմ մի վայրում, որտեղ ապրում են տարբեր ազգեր ու ինչ ասես կարա լինի, հատկապես ինքը շեշտում է, որ մտածել է Մանեի մասին։ Ես մեր զրույցում էլ ասացի, հիմա էլ եմ ասում, տես ամեն քո պատմելուց հետո ուզում եմ ասել, կարող է Նիկոլան հայկական անուններ ունի։ Ոչ մի գրամ հայկական ոչինչ չունի, բայց եթե հիմա նույնիսկ զանգեք հարցնեք, դու հայ ես, ինքը ձեզ պատասխանելու է, ես 100% հայ եմ։ Հայերեն խոսում է, չէ՞ արդեն։ Ինքը հայերեն խոսում է, ինքը նույնիսկ հայերեն երգում է արդեն, Մանեն է իրան շատ բաներ սովորացրել, ավելի շատ Մանեն է աշխատել սովորեցնի հայերեն, խելագարի պես սիրում է հայկական քոչարի, որտեղ լսում է քոչարին, ինքը պարում է, եթե հարցնես հայկական ինչ երգիչ է սիրում, ինքը քշում է մեծ բեռնատար, որը մոտավորապես 40 տոննա է, ինքը այդ բեռնատարում լսում է Ռազմիկ Ամյան եւ Թաթա Սիմոնյան։ Եթե հարցնեք, ինքը նույնիսկ Թաթա Սիմոնյան է երգում, ախ երազ է իմ յարը։ Մենք նույնիսկ տեսահոլովակ ունենք իրար հետ, որը որ ահագին դիտում էր ունեցել, բոլորը տակը հիացած է, ոնց որ հայ լինի, հայա, իսկապես արտաքինով էլ է նման հայ։ Իսկապես հայ չի, ինքը ֆրանսիացի է, ես հպարտանում եմ, որ ինքը սիրեց ինձնով իմ ազգին։ Ու իսկապես ինքը բոլորին պատմում է հայի մասին, ինքը ներկայացնում է ով է հայը, առաջարկում է բոլոր ֆրանսիացիներին ամուսնանալ հայուհիների հետ, բոլոր իր հետ աշխատող կոլեգներին առաջարկում է ուզում ես երջանիկ լինես, ամուսնացիր հայուհու հետ, հենց որ հայուհիներ եկեք կոլեգան։ Նիկոլա, մենք ձեզ սիրում ենք։ Ես ավելին։ Բնականաբար։ Ու այսպես մենք շատ սիրուն ընտանիք կազմեցինք, բայց քանի որ չենք կարա շատ շտապ զաքսավորվեինք, Ֆրանսիայում անկեղծ եմ ասում, մարդիկ տարիներով իրար հետ նույնիսկ ծերանում են, դեռ զաքս չեն գնում, որովհետև դա այդպես է, այստեղ վստահության խնդիրն է, ժառանգություն բաժանելու խնդիր է ու շատ բաներ։
բայց Նիկոլան մի անգամից որոշեց, որ ինքը առաջին անգամ ամուսնանում, ի տարբերություն ինձ, ինքը պիտի ամուսնանա։ Իհարկե, նույնիսկ առաջարկեց ինձ հարսիշոր հագնել, բայց ես չէի հագնի հարսիշոր, չգիտեմ ինչի, որտեղ սա երրորդ ամուսնությունն է, թույլ չտվեց ինձ։ Ուղղակի իմ մեջ միգուցե շատերը մտածեն, դե հագնեիր կամ չհագնեիր, ես ուղղակի ինչպես հավանդապաշտ ընտանիքի թեպետ մտածելով որ երրորդ անգամ եմ ամուսնանում, մարդիկ պիտի ասեն երրորդ անգամ ամուսնանում, ասենք հարսիշոր։ Միշտ այդ ուրիշի կարծիքները հաշվի առնելը մեր մեջ է սխալ է։ Այսքան դժվար, դաժան, ծանր կյանքից հետո վերջապես հասել ես նման երջանկության ու էլի մտածում ես մյուսների մասին։ Հա, միշտ տենց է եղել, չգիտեմ ինչի։ Ու այնքան սիրուն հարսանիք ունեցանք, դուք չեք պատկերացնի։ Ես սկսել էի արդեն մի քիչ խոսել ֆրանսերեն, որտեվ պարտադիր պայման էր ապրել միասին 6 ամիս, նոր զաքսավորվել, որովհետև դու այդ 6 ամսում հարևանի միջնորդությամբ, ընկերների ֆրանսիացի եւ բոլորի ներկայությունը պարտադիր է, որպեսզի հաստատվի, որ դուք իսկապես զույգ եք, իսկապես սեր կա, ոչ թե դուք ուղղակի ամուսնանում եք ամուսնանալու համար եւ թղթի ու մնացած հարցեր, ինչպես շատերն են անում։ Մենք այդ 6 ամսում այնքան սիրահարվեցինք, որ ետ նայելու կարիք այլևս չեղավ։ Այն արցունքները, ամեն ինչ մնաց անցյալում։ Այն ամեն ինչը, այն երկու տղամարդիկ մոռացվեցին։ Էմոցիաներս այնքան շատ են, սենց որ ուզում եմ հորդի։ Ուրեմն ասեմ 6 ամիս հետո մեր տանտիրոջ հետ, Ֆրանսուազի հետ մենք գնացինք հարցազրույցի եւ տիկինն ասեց, որ նման զույգ տեսած չկա։ Այդ սիրուն ես հավատում եմ։ Այսինքն պիտի ես հավատ բառը ասվի, եթե հավատ բառը ժկխვა, եթե ես այս հավատ բառը չկա, թերի տեղ ա թողնում քաղաքապետարանը, որտեղ որ պիտի ամուսնանաս, ինքը հասկանում է, որ միտո է ամուսնան, բայց այս կինն ասեց, ես հավատում եմ այս սիրուն ու վստահ եմ, որ երկար ճանապարհ կունենան։ Ու մեր հարսանիքի օրը նշանակվեց մարտի 5-ը 2021 թվականի։ Հետաքրքիր, սենց պատրաստվում ենք, ֆրանսուհի սկեսուրը սուղարկում է ծաղկե փունջը։ Ոայ, դա ուզում հարցնել, իսկ այդ սկեսուր կեսը ինչպես ընդունեցին այդ։ Մի աշխարհ երջանկությունը վերցրած սենց ժպիտները դեմքներին, որ վերջապես իրանց տղեն երջանիկա, վերջապես իրանց տղեն գիտի ինչ է նշանակում սեղանի շուրջ հաց ուտելը, որ իրանց տղան գործից տուն է գալիս, ընդունող կա, գրկող կա, որ իր տղան աղջիկ ունի լվացրած, մաքրած շորերով, մեծ աղջիկ ունի, անգամ կարող եմ հաստատել, որ սկեսուրս առավել քան երևի սեփական տատիկից շատ սիրում է առեսօր մանեին, ամենաթանկարժեք նվերները, անգամ ինչ ոնց է կազմ, ինչ ֆիրմա վերջին ժամացույցը մանեն վերջերս է նվեր ստացել տատիկից, ոնց ասեմ, մենք վայելում ենք մի ողջ ֆրանսիական ընտանիքի սերը։ Շատ հաճելի։ Քերին նույնիսկ երբ նախարարությունում աշխատում, մեր Ռոժե Քերին, ինքը նույնիսկ Փարիզից մեզ հյուր եկավ, որ ներկա գտնվի հարսանիքին, մեր վկաները դարձան քաղաքապետարանի ներկայացուցիչները, որովհետև չթողեցին, որ փեսասու քույրս լինեն։ Ասեցին 5 տարի Ֆրանսիայում այս քաղաքում Սանժուվանում չի եղել հարսանիք ամուսնություն։ Մենք պիտի լինենք։ Քաղաքապետը դարձավ մեր վկան, այսինքն կարելի ասել քավորը։ Մենք նվեր ստացանք բաժակներ, որի վրա գրված է Մագդա Նիկոլա։ Մենք ունեցանք ամուսնական փոքրիկ ուղեգիր 2 օրով, ու այդ ժամանակ ես մի բառ էի սովորել, սա զավեշտիա նման, ուրեմն փշաքաղվելուն հատուկ բառ ունեն, որը նմանա նաև հավի, այսինքն հավ բառը, թարգմանաբար, ուրիշ բան է նշանակում, ու դու երբ փշաքաղվում ես, մոտ հավին, հավ ասվածին մոտ բառ ես ասում։ Ու ես այդ էմոցիաներով, երբ բոլորին շամպանսկի եմ բաժանում, ու ես ուզում եմ ասեմ,
je chair de poule, Իբր փշաքաղվեցի։ շաքաղվեցի, ես ասում եմ je poulet, Լրիվ ուրիշ բան է ես դա։ հավ եմ։ Դուք պատկերացնում եք մի ամբողջ ֆրանսիական քաղաքապետարան ինչ կերպ են ծիծաղում, էդի դարձել է մի մեծ պատմություն, որ je poulet, ես հավ եմ։ Ու միջև հիմա մարդիկ էդ հիշում են, որտեղ մեզանից հետո ես նույնիսկ հարցրել եմ հարսանիք դեռ չի եղել, մենք այդ միակն ենք։ Մագդա, Մի այլ կարգի էմոցիաներ։ երջանկությունը հենց էս էր։ Երջանկությունը սա էր։ Երջանկությունը ինքը եկավ, ինձ հասավ շատ բարդ ճանապարհով, բայց ես նույնիսկ այդ ճանապարհներին եմ շնորհակալ այսօրվա իմ երջանկության համար, ու ես ուզում եմ մի վերջին խոսք երևի ասել, ես չեմ կրկնօրինակում, ես ունեմ իմը, իմ ճակատագրով կնոջ պատմությունը, ինչը նման չի ոչ ոքի։ Ինձ թվում է յուրաքանչյուր մարդ էլ ունի իր ճանապարհը անցնելու եւ այդ ճանապարհը երբ որ Բայց այսպեսին ամեն մեկինը սա մի տեսակ յուրօրինակ է, որը ֆրանսերենով ասում է c'est unique։ Կարևորը որ վերջին այս պատմությունը, այս վերջակետը հրաշալի էր եւ ես ուզում եմ իսկապես ասել շնորհակալություն Նիկոլային, ասենք Ես էլ եմ ուզում նայել էկրանին ու ասել Merci beaucoup ասենք Merci beaucoup Nicolas, je t'aime, je vais t'aimer toute ma vie. Tu es mon amour, je t'adore Nicolas. Ես կթարգմանեմ պաշտում է Նիկոլային Je t'adore Nicolas parce que tu es personne unique, tu es français. J'aime ton famille parce que cette famille est ma famille. Merci beaucoup pour ma fille parce qu'elle est notre fille. Comme tu dis, notre zadik. Ես ասեմ ինչ եմ ասել, ես ասեցի որ ուզում եմ ստուգեմ հայերեն, ֆրանսերեն ես գիտելիքները ասա։ Ուրեմն Մագդան ասաց, որ շատ է սիրում Նիկոլային, ասաց, որ ուղակի պաշտում է, շնորհակալ է իր աղջկա համար, որը երկուսի աղջիկն է արդեն, շնորհակալ է իր ընտանիքին, որ արդեն նաև իր ընտանիքն է, եւ զատիկ Եվ մենք մեր աղջկան ասում ենք զատիկ։ Ես փաստորեն դեռ ֆրանսերենը հիշում եմ, շատ ուրախացա։ Մենք աղջկան ասում ենք զատիկ, ու ես ուզում եմ ասել, ուզում եմ ունենանք մենք հարատև սեր միջև կյանքի վերջ։ Ինչպես ես սիրում եմ ասել, Նիկոլա տղա, այնքան պիտի ապրես մի հետս միջև մազերը սպիտակի։ Ինքն ասում է ջան։ Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Մագդա, ես ուզում եմ, որ դու շատ առողջ լինես, ամենակարևորը։ Շատ առողջ լինես եւ իսկապես միջև կյանքիդ վերջին վայրկյանը այսպես պայծառ ժպիտով լինես։ Իհարկե, պայծառ ժպիտով լինես, միասին լինեք եւ մի քիչ կենացի է իհարկե նմանվում, բայց ես ուզում եմ, որ ցանկացած կին զգա այդ երջանկությունը եւ բացարձակ կարեւոր չի կլինի հայ, կլինի ֆրանսիացի, կլինի մեկ այլ ազգի ներկայացուցիչ։ Կարևորը մարդիկ զգան եւ հասկանան իրար եւ ես ուզում եմ, որ դու շատ երջանիկ լինես։ Ես երջանիկ եմ, ուզում եմ մաղթել բոլոր կանանց, հատկապես այն կանանց, որոնք անցնում են քաղցկեղի միջով, այդ դժվարին հիվանդության միջով, չվախենակ։ Չվախենակ, որովհետև դուք արդեն ընտրյալներ եք, չվախենակ, որովհետև դուք յուրահատուկ մարդիկ եք։ Եթե անգամ կկորցնեք ձեր մարմնից ինչ որ մասեր, կրկին անգամ դուք տարբերվող եք, անգամ ձեր մարմնով, ձեր տեսակով, ձեզ սիրելու են հենց այդպիսին։ Ինչպես ես եմ սիրում ասել, Նիկոլան սիրեց առաջինը իմ զավակին, սիրեց ես ինչպիսին կամ իմ անցյալը, իմ սպիերը ու հետո նոր ինձ։ Ուզում եմ, որ բոլոր կանայք երջանիկ լինեն։ Թող որ փայլեք ձեր երեխաներով, ոչինչ կորած չէ, չվախենալ ու պայքարել։ Այսքան։ Ես ոչինչ չունեմ ավելացնելու, այսքանը։ Բոլորդ եղեք երջանիկ։ Երջանկություն բոլորին։ Մանե ջան, արի մի հատ քեզ էլ տեսնեն մեր հետևորդները, լավ։ Այս պատմության մեջ ամենակարևոր կետը դու էիր։ Որովհետև եթե չլինեիր դու, այսքան մամա դուրս չեր ունենա, որ պայքարեր։ Հաստատ։ Չէ՞։ Հաստատ։
Ու երևի չէ, վստահ Իմ եմ։ ուժի, պայքարի, իմ ապրելու իմաստը նորից եմ կրկնում։ Սա դու ես, բալես։ Դու ինձ ապրեցնող ուժն ես։ Շնորհակալ եմ քեզ, որ կաս։ Ես ուզում եմ, որ դու երբեք չտխրես, երբեք քո աչքերը չտխրեն ու արցունքներ չունենան։ Դու արժանի ես։ Այսքանից հետո էլ չի տխրի հաստատ։ Հա։ Արդեն բոլոր բաները, նախապայմանները կան, այս, չգիտեմ, երջանիկ լինեք, ուրախ լինենք բոլորս։ Ափսոս Նիկոլան էստեղ չի, պատկերացնում եք Նիկոլան էլ էստեղ։ Ու իսկապես հայ կանայք, իսկապես շատերն են ինձ ասում, որ ես օրինակ եմ իրենց համար։ Հա, ես չվախեցա ու ես ապրելով ապրեցնում եմ։ Ու ես ունենալու եմ իմ գիրքը, որը մանեն հետո կթարգմանի ֆրանսերենով։ Գիրքս կոչվելու է Իմ հոգին աղմկել է սիրում։ Ու ես կարծում եմ դուք համամիտ եք գրքի վերնագրին, որտեվ եթե ես աղմկել չսիրեի, իմ հոգին չաղմկեր, երևի ես այսքան բաների միջով չհաղթարեի ու չանցնեի։ Մանե ջան, ապրես, որ մամայի կողքն ես միշտ եղել։ Իսկապես այս ամեն ինչը կարևոր էր, որ շատ շատերը ունեն դրա կարիքը, որ Всё։ Խմեցինք, դու էլ կարաս անջատես, ծոմ ջանեսի։ Մեր գործընկերն է Կինեագինին, նրբահամ եւ համեղ գինի, սպիտակ եւ կարմիր տարբերակներով։ Կինեայի գինիները ձեռք բերելու համար կարող եք գրել Կինեայի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Մեր գործընկերն է վայրի ապրանքանիշը պահածոների իր չկրկնվող տեսականիով։ Յուրահատուկ համեր, որոնք իսկապես անմահական են։ Անձամբ փորձել եմ, փորձեք նաև դուք։ Վայրի, զգացեք վայրի բնության համը։ Մեր գործընկերն է Art Embassy ցուցասրահը։ Հենց այստեղ են տեղի ունենում մեր նկարահանումները։ Շնորհակալություն հրաշալի միջավայրի եւ տաղավարը մեզ տրամադրելու համար։